Րաֆֆի, կայծեր 1963 հատոր առաջին Զենքեր Թողնելով դպրոցը, այնուհետև Կարոն վարում էր լի փորձանքներով թափառական կյանք։ Շատերը նրան համարում էին ցնորված։ Լինում էր շատ անգամ Կարոյի տատը բոլորովին հուսահատ, բոլորովին շվարած, մութ գիշերային պահուն գալիս էր ինձ մոտ։ Ֆարհադ, էլի չէ երևում նա, ասում էր խեղճ պառավը և թափում էր աչքերից ջերմ արտասուքը։ Ես գնում էի որոնելու նրան։ Որտեղ ասես չէի պտռում և գտնում էի շատ անգամ պառկած բարձր, սարսափելի քարաժայռի վրա և կամ լուռ մտախոհության մեջ, նստած հեղեղատի ափի մոտ և հափշտակված էր լինում Աստված գիտե որպիսի ցնորքներով։ Ինչ էր նրա դարդը, ինչ էր, որ դուրս էր հալածում անբախտ պատանուն մարդկային բնակությունից։ Ես չգիտեի, միայն նկատում էի, որ նա տանջվում էր ներքին հոգեկան անհանգստությամբ և կարծես իր վշտերը մոռացության տալու համար փախչում էր դեպի սարերը, դաշտերը, անտառները, առանձնություն և ամայություն էր որոնում։ Ես նրանից չէի հարցնում պատճառը, որովհետև գիտեի նրա բնավորությունը։ Մի բան, որ նա ինքը հայտնել չէր ուզում, եթե հարցնեիր, իսկույն կսկսեր բարկանալ։ Ես հարցրի Ասլանից։ Նա Ասլանին ինձանից ավելի խելացի էր համարում և շատ բաների մեջ նրա հետ խորհուրդ էր անում։ Բայց Ասլանի հաղորդած տեղեկությունները այնքան մթին էին, որ կարոտ էին առանձին բացատրության։ Ես էլ չգիտեմ, ասաց Ասլանը, թե ինչ սատանա է մտել նրա սրտի մեջ։ Սիրահարված լինել նա չէր կարող, որովհետև այդ հասակում սերը ջահիլ տղին չէ գժվացնում։ Հետո նա պատմեց, թե Սուրբ Հովաննու մատուռի տոնախմբության օրը (մի ամիս անցել էր այդ օրից) Կարոն էլ ուխտավորների թվում էր։ Այնտեղ հավաքվել էին սալմաստա ամբողջ գավառից ոչ միայն հայեր, այլ բազմաթիվ օտարազգիներ ևս։ Տոների սովորական հանդեսների համեմատ կատարվեցան զանազան խաղեր։ Բոլոր մրցությունների մեջ, որ տղամարդիկ իրենց շնորհքը ցույց տալու համար կատարում են այս տեսակ հանդեսներում, Կարոն նշանավոր գտնվեցավ։ Ձիարշավների մեջ նա բոլորին հաղթեց։ Ըմբիշների մեջ իր հասակակիցներից մեկը չգտնվեցավ, որ նրա կողքը գետնին խփեր։ Մուշտեկրվի մեջ բոլորը փախչում էին նրա առջևից։ Վազ տալու մեջ նա եղջերուից ավելի արագավազ էր։ Մի խոսքով, բոլոր խաղերի մեջ նա ցույց տվեց զարմանալի ճարպկություններ։ Կարոյի այդ արիությունները նրա վրա դարձրին հանդիսականներից մեկի, որսոր Դավոյի ուշադրությունը, որ համբուրեց նրա ճակատը և հրավիրեց իր մոտ ճաշ ուտելու։ Այնտեղ հավաքված էին մի քանի անծանոթ կասկածավոր մարդիկ։ Կարոն նրանց մեջ չափազանց ուրախ էր, անդադար երգում էր, մինչև անգամ պար էր գալիս։ Նա մնաց որսորդի մոտ ամբողջ գիշերը, բոլորովին մոռանալով Ասլանին, որի հետ միասին Սուրբ Հովհաննես ուխտ էին գնացած։ Ահա բոլորը, ինչ որ կարողացավ հաղորդել ինձ Ասլանը, և ավելացրեց. Այն օրից, երբ Կարոն հարաբերություններ սկսեց որսորդի հետ, նրա մեջ նկատվում են շատ փոփոխություններ։ Երկա՞ր ժամանակ է, որ նա ծանոթություն ունի որսորդի հետ, հարցրի ես։ Դպրոցը թողնելուց հետո, պատասխանեց Ասլանը, և այդ ծանոթությունը բոլորովին խելքից հանեց Կարոյին։ Ես այն ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչով որսորդը կարող էր Կարոյին խելքից հանել։ Որսորդը մեր դրացին էր և ամենալավ դրացին, ես երեխայությունից ճանաչում էի նրան։ Նա մի այնպիսի մթին, լուռ, խորամիտ մարդ էր, որ հազիվ թե կբացվեր մեկի հետ, ուր մնաց Կարոյի նման անփորձ պատանու հետ։ Նրանից անկարելի էր մի բան հասկանալ։ Ես այսքանը միայն գիտեի, որ նա շատ բարի մարդ էր, թեև ուրիշները նրան վատ էին համարում, և մի այսպիսի բարի մարդը ոչ ոքին խելքից չէր հանի, ոչ ոքին չար ճանապարհի վրա չէր տանի։
Ինքս էլ էի նկատում, որ Կարոն խիստ հաճախ անգամ գնում էր որսորդի խրճիթը։ Երբեմն ես էլ նրա հետ էի լինում, երբ օրը կիրակի էր և դպրոցից ազատ էի։ Որսորդը տալիս էր մեզ վառոդ, որպես երեխաներ խաղ անելու համար։ Մենք նրանից շինում էինք ֆշանքներ և թռցնում էինք օդի մեջ։ Այդ մեծ զվարճություն էր պատճառում մեզ։ Երբեմն իր հրացանն էր տալիս, մեզ վարժեցնում էր, թե որպես պետք էր լցնել, որպես պետք էր արձակել, կամ որպես պետք էր նպատակին դիպցնել։ Սովորեցեք, ասում էր նա, մի օր ձեզ հարկավոր կլինի հրացանը։ Շատ անգամ Կարոյին տանում էր իր հետ որսի, երբ մոտ տեղ էր գնում, բայց ինձ ամենևին չէր տանում, որովհետև ես շուտով հոգնում էի։ Ես սաստիկ սեր ունեի դեպի հրացան գործիքները։ Վառոդի խեղդող ծուխն անգամ ախորժ էր ինձ թվում։ Բայց մենք այնքան աղքատ էինք, որ ես չէի կարող գնել երկաթից շինված հրացան զենքեր։ Ես այսպիսի զենքերը ինքս էի պատրաստում եզան կամ ոչխարի ոտքերի ոսկորներից։ Կտրելով ոսկորի մի ծայրը և մյուս ծայրում մի ծակ բաց անելով, իմ թվանքի խողովակն արդեն պատրաստ էր։ Հետո խիստ ճարտարությամբ հագցնում էի նրան մի կտոր փայտի մեջ, որը ծառայում էր կոթի տեղ, և պինդ կապում էի թելով։ Մինչև այսօր իմ աջ հոնքի ծայրին մնացել է փոքրիկ սպի, տեսնողը կմտածե, թե խենջալով ծակած են, բայց ոչ, իմ ոսկրյա հրացանը երբ պայթեց, նա թողեց երեսիս վրա այդ նշանը։ Դե մայրս սաստիկ բարկացավ, երբ պատահեց ինձ այդ վերքը։ Գրողը քեզ տանե, ասաց նա, դու վերջը վառոդով պիտի մեռնես, և արգելեց զենքերի հետ խաղալ։ Այդ պատճառով, երբ իմ քեռի Մինասը ընծայեց ինձ մի փոքրիկ հրացան, ես մորս երկյուղից մեր տունը չբերեցի, այլ ծածուկ պահում էի Կարոյենց տանը և գնում էի այնտեղ միասին բանեցնելու համար։ Ես չեմ կարող ճշտությամբ բացատրել արդյոք ինչից էր, որ ես սիրում էի զենքեր։ Արդյոք նրա համար, որ քեռիներիս արհեստանոցում միշտ զենքեր էի տեսնում։ Արդյոք նրա համար, որ որսորդը միշտ հրապուրում էր ինձ իր վառոդով և հրացանով։ Կամ էլ նրա համար, որ իմ ընկեր Կարոն նույնպես սիրում էր զենքեր։ Ոչ այս և ոչ մյուսը, այլ ես կարծում եմ, որ ամեն երեխայի բնության մեջ կա այդ սերը, նախքան մարդ լինելը նա ձգտում է զինվոր լինել, և եթե վերջը հանգչում է նրա մեջ այդ զգացմունքը, դրա պատճառն է կյանքը և տարապայման կրթությունը։ Երբ վարժապետս առաջին անգամ տվեց իմ ձեռքը փետուրե գրիչը, իմ մեջ ծագեց մի ծիծաղելի միտք. ինչ լավ կլիներ, որ այդ գրիչը փոքր-ինչ հաստ ու պինդ լիներ, ես նրանից հրացան կշինեի, կոթ էլ չէր ուզենա։ Իմ մտածությունը թեև երեխայական էր, բայց համեմատությունը սխալ չէր, որովհետև փետուրե գրիչն էլ հրացանի խողովակի ձև ունի։ Իսկ փայտից խենջար, թուր, սուր, աղեղ, նետ, նիզակ և այլ զենքեր շինելու մեջ ես կատարյալ վարպետ էի։ Այդ էր պատճառը, որ որսորդը աշխատում էր համոզել մորս, որ նա հանձներ ինձ քեռիներիս արհեստանոցը, զենք շինել սովորեի։ Բայց մայրս չէր համաձայնվում։ Նա մինչև անգամ մեղք էր համարում սովորելը այն արհեստի, որ պատրաստում է մարդիկ կոտորելու գործիքներ։ Տեր-թոդիկն էլ միևնույնն էր կրկնում։ Բայց Կարոն ինձանից ավելի ազատ և ավելի բախտավոր էր։ Նա ոչ մայր ուներ, ոչ հայր և ոչ էլ վարժապետ։ Ոչ ոք նրան չէր արգելում հետևել բնության ձայնին։ Տատը չէր ճնշում նրան, և որսորդի ազդեցության ներքո նա դարձավ բոլորովին ուրիշ տղա, քան թե էին նրա բոլոր ընկերները։ Այն օրից, որ թողեց դպրոցը, ես ինքս մեծ փոփոխություն էի տեսնում նրա մեջ։ Ես լսում էի նրանից ինձ համար շատ անհասկանալի խոսքեր։ Մի անգամ նա ասաց. Ֆարհադ, մեր գյուղացիները շատ աղքատ են, կան ընտանիքներ, որ հաց չունեն ուտելու։ Դու ինչ գիտես, հարցրի ես։ Որսորդի հետ երեկ ման եկանք մի քանի գյուղեր։
Նա ինձ ներս տարավ գյուղացիների խրճիթները։ Ես տեսա սարսափելի չքավորություն։ Ինչ է պատճառը։ Այդ մահմեդականները մեր գյուղացիների արյունը ծծում են։ Այդ խաները, բեգերը նրանց կյանքը բոլորովին մաշում են։ Որսորդը ինձ բացատրում էր, թե ինչ պետք է արած, որ գյուղացիները ավելի հանգիստ և ավելի կուշտ լինեն։ Ես ոչինչ չպատասխանեցի։ Նա շարունակեց. Ֆարհադ, քանի օր առաջ տեսա, մի գյուղացու կապած ծեծում էին նրա համար, որ չէր գնացել խանի համար ձրի բանելու։ Խեղճը իր ընտանիքի միակ աշխատող մարդն է։ Եթե նա միշտ խանի համար ձրի բանե, էլով կկերակրե նրա երեխաները։ Ֆարհադ, հենց որ տեսա, սիրտս այրվեց, էլ չկարողացա արտասուքս պահել։ Ահա այսպես միշտ գյուղացիների մասին էր խոսում նա։ Ես մտածում էի, թե խեղճ տղան ցնորվել է։ Նրան ինչ փույթ, որ գյուղացիները ուտելու հաց չունեն կամ նրանց տանջում են։ Լավ չէ, ասում էի, որ իր փորի համար մտածե։ Ինքը ավելի բախտավոր չէ այն թշվառներից, որոնք գիշերները սոված են պառկում։ Իհարկե, այդ մեծ փոփոխություն էր Կարոյի բնավորության մեջ։ Նա առաջ սովորություն ուներ խոսել Քորողլիի, Ռուստամի, Զալի և դրանց նման հերոսների մասին, որոնց պատմությունը լսել էր աշուղների վեպերի մեջ։ Կամ խոսում էր գեղեցիկ աղջիկների վրա և ծաղրում էր նրանց այս և այն թուլությունները։ Բայց հանկարծ բոլորը նա մոռացավ։ Սկսեց գյուղացիների մասին խոսել, նրանց վրա մտածել։ Ո՞վ մտցրեց նրա մեջ այդ ցնորքը։ Ես չգիտեի, միայն Ասլանը վերաբերում էր որսորդ Ավոյին։ Ղարա Մելիքների ընտանիքը։ Մի անգամ Կարոն ասաց ինձ. Ֆարհադ, տատս շատ հիվանդ է, ես մենակ եմ, գնանք մեր տուն, այս գիշեր մեզ մոտ կացիր։ Ես գնացի։ Կարոյենց բնակարանը շատ հեռու չէր մեր տնից։ Ես գտա Զումրուդին արդարև ծանր հիվանդության մեջ։ Խեղճ կնոջ միայն մորթն ու ոսկորն էր մնացել։ Շունչը հազիվ ելումուտ էր անում։ Երբ մեզ տեսավ նա, փոքր-ինչ հոգի առավ։ Խնդրեց գլուխը վեր բարձրացնել և բարձրը նեցուկ տալ մեջքին, որ կարողանա նստել։ Կարոն կատարեց նրա ցանկությունը։ Հնոցի մեջ վառվում էին մի քանի կտոր փայտեր, և կարմիր լույսը ծավալվելով փոքրիկ խրճիթի մեջ լուսավորում էր հիվանդի մաշված, դալկացած դեմքը։ Հիվանդը կանչեց Կարոյին, նստեցրեց իր մոտ և նրա ձեռքը առնելով իր ոսկրացած ափի մեջ, ասաց թույլ և դողդոջուն ձայնով. Կարո, ես մեռնում եմ, քանի որ բերանս փակված չէ, թող լեզուս բաց հանե քեզ այն գաղտնիքը, որ այսքան տարի ծածուկ էր պահված։ Նա պատմեց, թե ինքը Կարոյի ոչ տատն է, ոչ նրա ազգականը, այլ սկզբում Կարոյի հորտան աղախինն է եղել, իսկ հետո դարձավ նրա դայակը։ Նա պատմեց, թե Կարոյի հայրը կոչվում էր Միր-Մարտո։ Նա պատկանում էր Ղարա Մելիքների ընտանիքին, որ սերված էր հայոց մի հին իշխանական տոհմից։ Դարերի ընթացքում այդ տոհմի բախտը նույնքան փոփոխության է ենթարկվել, որքան փոփոխական հեղեղուկ է եղել Հայաստանի դրությունը։ Նա բարձրացել և խոնարհվել է իշխանության, աստիճանի բոլոր ելևէջների մեջ։ Երբեմն տիրող իշխան, երբեմն հասարակ տանուտեր, երբեմն տաժանակիր հողագործ, բայց երբեք չէ կորցրել իր ազնվապետական ոգին։ Պարսից մարզպանների ժամանակ այդ տոհմը դեռ պահպանել էր հզոր նախարարի արտոնությունները, բայց արաբացոց արշավանքների ժամանակ նա բավական ընկավ, երբ այդ ցեղի նշանավոր իշխանները բռնվելով տարվեցան Դամասկոս և այնտեղ գլխատվեցան։ Նրա մի ճյուղը բոլորովին ոչնչացավ հունած կյուրապաղատների օրերում։ Մոնղոլական արշավանքների ժամանակ այդ ցեղից մի տղամարդ, որ իր թուխ դեմքի պատճառով ստացել էր թաթարների խանից Ղարա Մելիք կոչումը, կրկին զորացավ։
Նրա անունով այդ տոհմի ներկայացուցիչները սկսվեցան կոչվել Ղարամելիքներ։ Հայաստանի հեղաշրջումների փոթորիկների մեջ այդ տոհմը անդադար արմատախիլ լինելով հայրենի երկրից, տարուբերվել է երբեմն Արարատ, երբեմն Վասպուրական, երբեմն Ատրպատական և երբեմն Փոքր Հայքի կողմերը։ Իսկ վերջին դարերում, երբ Վասպուրականի մեջ զորացան քրդերը, Ղարամելիքներից մեկը, Մարաշի կողմերից փախստական գալով, հաստատվեցավ Վանա ծովակի հարավային ափերի մոտ։ Քուրդ ցեղապետների հետ դաշնակցելով, նա հետզհետե ընդարձակեց իր իշխանությունը և տիրում էր ամբողջ Ռշտունյաց գավառի վրա։ Դա էր Կարոյի հայրը Միր Մարտոն։ Միր տիտղոսը ստացավ նա քրդերից, որ նշանակում է տեր, իշխան, պետ։ Նրա հզոր ամրոցը գտնվում էր Ոստանի մոտ, մի լեռան անմատչելի բարձրավանդակի վրա։ Մի կողմից ծփում էր ծովակը, մյուս կողմից շրջապատած էր սարերի պարսպաձև շղթաներով։ Միր Մարտոն, որպես տեղային հայերի պետը, էր միևնույն ժամանակ ամենահարուստ մարդը ամբողջ գավառի մեջ։ Նա ուներ մի առանձին սնահավատություն դեպի յոթնյակ թիվը և այդ պատճառով իր բոլոր հարստությունը բաժանած էր 7 մասների վրա։ Նա ուներ 7 ջրաղաց, 7 ձիթան, 7 այգի, 7 անտառ։ Նրա տնից դուրս էր գալիս 7 գութան, որ մշակում էին 7 անգամ 70 օրավար հող։ Նրա սեփական արոտատեղերում արածում էին 7 հոտ ոչխարներ, յուրաքանչյուր հոտը միագույն, մեկը ճերմակ, մյուսը սև, երրորդը շիկագույն, չորրորդը խայտաճամուկ, հինգերորդը մոխրագույն և այլն։ Նույն խորհրդավոր թիվն ունեին նրա ձիերի, կովերի, գոմեշների երամակները։ Այդ բոլորը պիտի մնար որպես ժառանգություն նրա 7 որդիներին, որոնցից ամենակրտսերն էր Կարոն։ Միր Մարտոյի օրըստօրե զորանալը, նրա հաջողությունները մշտական կռիվների մեջ գրգռեց մի հարևան քուրդ ցեղապետի նախանձը։ Նա չկարողանալով բացարձակ կերպով վնասել նրան, սկսեց դիմել խորամանկության։ Բարեկամություն հաստատեց Միրի հետ, ձևացրեց իրան նրա ամենամտերիմ դաշնակիցը և մի անգամ, խաբեությամբ Միրին իր մոտ հյուր կանչելով, ընթրիքի ժամանակ հրամայեց նրան ցած գլորել իր բերդի բարձրությունից։ Կարոյի հայրը այսպես նենգությամբ սպանվելեն հետո, նրա ամբողջ ընտանիքը զոհ եղավ քուրդ բռնակալի բարբարոսությանը։ Բոլորը սրից անցան, ողջ մնաց միայն փոքրիկ Կարոն, որին իր դայակը, Զումրուդը, փախցնելով, թաքցրեց մի ասորու տան մեջ։ Հիվանդը վերջացրեց իր պատմությունը այս խոսքերով. Այն սարսափելի կոտորածի միջոցին քո մայրը, Կարո, կուրծքից խենջարով խոցված, մի ձեռքով բռնել էր վերքը, մյուս ձեռքով քեզ հանձնեց ինձ, ասելով. «Առ, Զումրուդ, եթե Աստված կհաջողե ազատել երեխայիս, սովորեցուր նրան վրեժխնդիր լինել»։ Այդ խոսքերի հետ նազելի տիկինս հոգին ավանդեց։ Բոլոր պատմության ժամանակ Կարոն հանգիստ էր։ Նրա դեմքի վրա ես նկատում էի մի տեսակ զարմացում, մի տեսակ ապշություն, որ առաջ էին գալիս անագան ինքնաճանաչության զգացմունքից։ Անտեր, անտուն, թափառաշրջիկ պատանին հանկարծ զգում էր իր երակների մեջ իշխանական արյան հոսումը։ Բայց երբ նա լսեց պառավի վերջին խոսքերը, նրա դեմքի արտահայտությունը իսկույն փոխվեցավ։ Շրթունքը սկսեց դողդողալ, աչքերի մեջ փայլեց կատաղի բարկություն։ Կարծես այն լուռ, զայրացած դեմքի վրա ես կարդում լինեի. «Երդվում եմ իմ մոր սուրբ հիշատակով, որ ես անպատճառ վրեժխնդիր պիտի լինեմ»։ Ես չկարողացա ավելի վաղ հայտնել քեզ, Կարո, մորդ կտակը, շարունակեց պառավը, որովհետև դու շատ փոքր էիր, սպասում էի մինչև մեծանաս, մինչև ավելի հասունանաս։
Ես ոչինչ չկարողացա քեզ սովորեցնել, բայց քո հոր պատմությունը բավական է վրեժխնդրության դաս լինելու համար։ Ես մեռնում եմ հանգիստ սրտով, որովհետև գիտեմ, ինձանից հետո մի ավելի հմուտ, ավելի փորձված ձեռք քեզ պիտի առնե իր պաշտպանության ներքո։ Լսիր նրա խրատները և ոգևորությամբ ընդունիր, ինչ որ կներշնչե նա քո մեջ։ Այդ ազնիվ մարդը քո հոր բարեկամն է և նրա գավառի 5 տանուտերներից մեկը։ Նա ևս ենթարկվեցավ միևնույն բարբարոսություններին, քո հոր տունը բնաջինջ լինելուց հետո։ Այդ պատմությունը գուցե նա ինքը կհաղորդե քեզ։ Պառավի վերջին խոսքերը որսոր Դավոյի մասին էին։ Ուրեմն նա հասարակ մարդ չէր։ Որսորդի ծպտյալ դիմակի տակ թաքնված էր մի խորհրդավոր անձնավորություն։ Այդ րոպեից ես հասկացա նրա առանձին ուշադրության գաղտնիքը, որ ուներ դեպի Կարոն։ Այժմ փակիր իմ աչքերը, շարունակեց հիվանդը, գլուխը ցած թողնելով բարձի վրա։ Եթե կուզես կրկին ձեռք բերել քո հոր իշխանությունը, դու կգտնես այն փոքրիկ սնդուկի մեջ բոլորը, ինչ որ քեզ հարկավոր է։ Նա աշխատեց ձեռքը մեկնել դեպի պատուհանը, ուր դրած էր փոքրիկ սնդուկը, բայց ձեռքը թուլացավ, ընկավ վերմակի վրա։ Նրա աչքերը կրկին բացվեցան և անշարժ նայում էին դեպի երկինքը, կարծես այնտեղ, վերին երկնակամարի այն կողմը, նրա առջև բացված լիներ հավիտենական աթոռը, և նա շնորհ, զորություն, հաջողություն էր մաղթում այն էակի համար, որին իր ձեռքով էր սնուցել, իր բազուկների վրա էր մեծացրել։ Նրա ալեվոր գլուխը թեքվեցավ, երեսի վրա երևացին մի քանի ցնցումներ, աչքերը դարձյալ փակվեցան։ Նա մեռավ, բացականչեց Կարոն, առանց մի կաթիլ արտասուք անգամ աչքից թափելու։ Ես զարմանում էի նրա քարասրտության վրա, որպես սառնությամբ լսեց այդ բոլորը։ Կարծես նա ամենը գիտեր, կարծես դայակի պատմածները նրա համար նոր բան չլինեին, բայց նա ոչինչ չգիտեր իր ծագումի մասին։ Նա իրեն միշտ համարում էր պառավ Զումրուդի թոռը։ Ես սխալվում էի։ Կարոն բոլորովին հանգիստ չէր։ Նրա կերպարանքի գունաթափ, միևնույն ժամանակ խաղաղ կեղևի տակ բորբոքվում էր մի սարսափելի կրակ, որ նմանում էր ծածկված հրաբուխի։ Նրա սիրտը փոթորկվում էր կատաղի խռովության մեջ։ Ես այն ժամանակ չէի կարող հասկանալ նրա բնավորության բոլոր զորությունը, թե որքան զգացմունք, որքան կամքի ուժ կար այն անչափահաս պատանու մեջ։ Իսկ այժմ բոլորը հասկանում եմ։ Նա ծածկեց մեռնող կնոջ երեսը և մի քանի րոպե լուռ ու անշարժ նստած էր նրա մոտ։ Ես բաց արի այն փոքրիկ արկղիկը, որ հիվանդը ցույց տվեց իր հոգեվարքի միջոցին։ Նա լիքն էր զանազան հին, ցեց կերած թերթերով, որոնք գրված էին պարսից, արաբացոց, հունաց, թուրքաց և հայոց լեզուներով։ Նրա վրա դրոշմված էին մեծ և փոքր կնիկներ։ Մագաղաթի գրվածքը դարերի ընթացքում բոլորովին գունատվել և մուգ դեղին գույն էր ստացել։ Կարոն խլեց իմ ձեռքից հրովարտակները և բոլորը միասին նետեց հնոցի մեջ։ Կրակը բորբոքվեց, և ղարա մելիքների ավելի քան 1000 տարվա տոհմային վկայականները մոխիր դարձան։ Ինձ պետք չէ արտոնական իշխանությունը, որ իբրև ողորմություն շնորհված է եղել իմ պապերին, ասաց Կարոն խորին վրդովմունքով։ Ես պիտի աշխատեմ չսովորել մուրացկանություն։ Եթե հաջողվի ինձ կրկին ձեռք բերել այն, ինչ որ կորցրել են իմ նախնիքը, դա պետք է լինի իմ սեփական ջանքով։ Սրով, բռնի ուժով խլածը պետք է սրով վերադարձնել։ Բայց ինչ որ ամենաթանկագինն է ինձ համար, դա է իմ ծնողների արյունը։ Ահա ամենագլխավոր պահանջը, որ պիտի տուժել տամ մեր թշնամիներին։ Այդ խոսքերը զարթեցրին իմ հիմար գլխում մի միտք, որ մինչև այն րոպեն մնացել էր խուլ, անշարժ, անկերպարան։
Միթե իմ հոր արյունը նույնպես չէր բողոքում արդարության ատյանի առջև։ Միթե նա գերեզմանից չէր կոչում որդուն վրեժխնդիր լինել։ Թուրքը թուրքի հետ գրազ եկավ և իր սրի զորությունը փորձելու համար մի հարվածով կտրեց իմ հոր պարանոցը և ստացավ մի ֆինջան ղահվե։ Որքան նախատինք, որքան ցածություն էր այդ, իր կյանքով լինել առարկա մի այդպիսի բարբարոսական կատակի։ Հնոցի մեջ մագաղաթը դեռ այրվում էր, կապտագույն բոցերը դեռ պլպլում էին։ Տես, այլևս ինչ կա այնտեղ, հարցրեց Կարոն, ցույց տալով սնդուկը։ Հատակի վրա մնացել էր փղոսկրյա մի տուփ։ Ես բաց արի տուփը։ Նրա մեջ դրած էր մի փոքրիկ մեդալիոն, ոսկուց շինած և ադամանդներով զարդարած, որի վրա հմուտ ճարտարությամբ նկարված էր մի գեղեցիկ կանացի գլուխ։ Այդ Կարոյի մոր պատկերն էր։ Նա առեց իմ ձեռքից մեդալիոնը, մի քանի վայրկյան նայեց նրա վրա, հետո թաքցրեց իր ծոցում։ Այն ժամանակ միայն նկատեցի նրա աչքերից գլորվեցան մի քանի կաթիլ արտասուք գունաթափ տխուր դեմքի վրա։ Նա իսկույն սրբեց արտասուքը, որ ես չտեսնեմ, դարձավ դեպի ինձ ասելով. Երդվիր, Ֆարհադ, որ այդ բոլորը, ինչ որ լսեցիր, ինչ որ տեսար այստեղ, կմնան քեզ մոտ որպես գաղտնիք։ Ես երդվեցա։ Այդ անցքից 3 օր հետո Զումրուդին թաղեցին։ Ամբողջ քաղաքը ցավեց նրա համար։ Նա իբրև բժիշկ այնքան բարի էր, որ չկար մի աղքատ, որ նրա օգնությունը վայելած չլիներ։ Նրա թաղումից հետո Կարոն այլևս չերևաց։ Կարոյի հետ անհայտացան մեր քաղաքից 3 հոգի, որսորդավոն, Ասլանը և Սագոն։ Ուր գնացին, ոչ ոք չգիտեր։ Մթին գաղտնիք։ Դառնանք դեպի մեր պատմությունը։ Վաղ առավոտյան, դեռ արևը չծագած, ես զարթեցա։ Ես ինձ գտա խորհրդավոր մինարեթում, պառկած ցամաք տերևներից կազմված անկողնի վրա։ Գլխիս տակին բարձի փոխարեն դրած էր մի խուրձ խոտ։ Կարոյի վերարկուն ծածկում էր ինձ վերմակի տեղ։ Երևում էր, ընկերներս խնամք էին տարել իմ հանգստության համար, որովհետև դեռ չէի սովորած բացօթյա կյանքի խստություններին։ 2 զեյթունցիները չկային, մյուսները՝ Կարոն, Ասլանը, Սագոն, դեռ քնած էին մերկ գետնի վրա։ Նրանց քունը ծանր էր և խորին։ Ինձ երևում էր, թե ամբողջ գիշերը արթուն էին մնացած։ Երևում էր, հենց նոր դարձել էին մի հեռու տեղից, որովհետև նրանց տրեխների ցեխը դեռ թաց էր։ Նրանք պառկել էին առանց հանվելու, իրենց հագուստով, մինչև անգամ ոտնամաններով։ Նրանք կրած ունեին և զենքեր, բայց գիշերը, թե ընթրիքի ժամանակ, թե վիճաբանության միջոցին, նրանց վրա զենքեր չտեսա, բացի մի դաշույնից։ Ուրեմն նրանք գիշերը այստեղ չէին մնացած, մտածում էի ես։ Ուրեմն ինձ հարբեցրին, քնացրին, որ չիմանամ, թե դեպի որ կողմն են արշավանք գործում։ Բայց որտեղ կորան այն 2 ծածկամիտ զեյթունցիները, ինչու չմնացին այստեղ, ինչու Կարոն չծանոթացրեց ինձ նրանց հետ, և ոչ ասաց, թե նրանք ովքեր են։ Միթե նա չի հավատում ինձ։ Ահա այդ հարցերը զբաղեցրին իմ միտքը, երբ առավոտյան զարթեցա խորհրդավոր մինարեթի մեջ։ Ինձ թվում էր, թե ես ընկած եմ մի կախարդված ամրոցի ավերակների մեջ, թե մի դյութական ձեռք ինձ բերեց այդ դիվաբնակ ավերակներում, թե Կարոն, Ասլանը, Սագոն, այդ բոլորը առաջհոգ և խաբեական պատկերներ էին։ Չէ, մտածում էի ես, թողնեմ, փախչեմ, հեռանամ այստեղից, գնամ մորս մոտ, հնազանդ գլուխս խոնարհեցնեմ նրա առջև և ասեմ. ես քեզանից չեմ հեռանա, միշտ կաշխատեմ քեզ համար և քույրերիս համար, միայն ինձ վարժատուն մի ուղարկիր։ Իսկ երբ վարժապետիս սարսափելի պատկերը աչքիս առջևն էր գալիս, իսկույն սթափվում էի, կրկին լուծվում էր դյութական թիլիսմանը, և ես զգում էի, թե իրականության մեջ եմ գտնվում,
որ այս բոլորը, ինչ որ տեսնում էի, երևակայության ցնորքներ չէին, իսկույն փոխում էի միտքս։ Չէ, երազ չէ, իմ տեսածը երազ չէ և ոչ էլ կախարդություն, դրանք ախր իմ լավ ընկերներն են, Ասլանը հրեշտակի սիրտ ունի, Կարոն հենց վարժարանում եղած ժամանակ սիրում էր ինձ, Սագոն նույնպես բարի տղա է, նրա սիրտը այն չէ, ինչ որ լեզուն է, չէ, կմնամ այստեղ, դրանցից չեմ բաժանվի։ Մինչև ես այսպիսի խորհրդածությունների մեջ էի, աչքս ընկավ պառկած ընկերներիս վրա։ Չգիտեմ ինչու ես հիշեցի մի զրույց, որ շատ անգամ լսել էի տատիս հեքիաթների մեջ։ Ինձ երևաց, որպես թե այդ երեք երիտասարդները երեք հսկաների ձագեր լինեին, որոնց մայրը կաթի փոխարեն կերակրում էր ադամորդու արյունով։ Որտեղի՞ց ծագեց իմ մտքում մի այդպիսի օտարոտի համեմատություն։ Կարոյի քունը անհանգիստ էր, երևում էր նա գտնվում է երազների սարսափելի խռովության մեջ։ Կսպանեմ, թե չտաս, ուր ես փախչում, իմ գնդակը ավելի սրընթաց է, քան քո ոտները, Ասլան, սատկացրու նրան, Սագո զգույշ մարդ չտեսնե, նրանք այս կողմից փախան։ Ահա այսպիսի անկապ խոսքեր էին լսվում նրա բերանից։ Նա խոսում էր խառն, զանազան արևելյան լեզուներով։ Ասլանի քունը հանգիստ էր։ Երբեմն նրա գեղեցիկ շրթունքը ցնցվում էր թեթև ժպիտով։ Նա լուռ էր։ Մի անգամ միայն նա արտասանեց անունը՝ Սոնա։ Խեղճ տղա, մտածում էի ես։ Նա ինձանից առաջ սիրում էր նրան, գուցե այժմ տակավին սիրում է։ Սագոն իր երազների մեջ նույնպես ծիծաղելի էր։ Մեկին ջիգրացնում է նա։ Նրա դեմքի վրա նկատվում էին հեգնական ծամածռություններ։ Արշալույսը սկսել էր շառագունել։ Ամեն կողմից լսելի էին լինում թռչունների ուրախ ծլվլուն երգերը։ Մինարեթի վերի հարկերում բուն դրած վայրենի աղավնիները այս կողմ և այն կողմ էին թռչկոտում և նրանց թևքերի թափ տալուց աշտարակի կամարները թնդում էին խուլ որոտմունքով։ Ես ձանձրացա երկար պառկելուց, վեր կացա, մոտեցա Կարոյին և նրա վերարկուն իր վրան ծածկելով կանգնեցա նրա մոտ։ Նա տարածված էր գետնի վրա որպես մի ահագին պղնձե արձան, մթին հսկայատիպ կերպարանքով։ Նրա լայն կուրծքը անհանգիստ կերպով բարձրանում և ցածրանում էր։ Երկար ես խորին պատկառանքով նայում էի այդ վեհափառ պատկերի վրա, մինչև իմ սիրտը լցվեցավ մի ջերմ եղբայրական զգացմունքով։ Ես խոնարհվեցա և մի համբույր քաղեցի այն շրթունքներից, որոնցից շատ անգամ լսել էի այդ խոսքերը. Ֆարհադ, ես քեզ շատ եմ սիրում։ Նա մի թեթև շարժում գործեց և կրկին խորասուզվեցավ ծանր քնի մեջ։ Ես հեռացա։ Դեռ երեխայության ժամանակից այն ավերակները, որոնցով շրջապատված էի, այն մինարեթը, որի մեջ այժմ գտնվում էի, միշտ մի առանձին դյութական տպավորություն էին գործում ինձ վրա։ Ես լսել էի նրանց մասին շատ առասպելական զրույցներ, բայց առաջին անգամն էր, որ գտնվում էի այնտեղ, թեև այդ ավերակներն ունեին մեր քաղաքից հազիվ քառորդ մղոն հեռավորություն։ Մարդիկ մի առանձին սնահավատությամբ վախենում էին մոտենալ նրանց, բայց նույն ժամուն ինձ ևս անհասկանալի մի հետաքրքրություն քաշում էր իմ սիրտը դեպի վեր, դեպի այն հսկայական շինվածքի գագաթը։ Այնտեղից ես ցանկանում էի նայել դեպի Աստուծո գեղեցիկ աշխարհը։ Խորին երկյուղացությամբ ես ոտք կոխեցի առաջին սանդուղքի վրա, սկսեցի բարձրանալ։ Ամեն տեղ տիրում էր դատարկություն։ Ամեն տեղ ոչ այնքան ժամանակը, որքան կույր խառնիչ աղանջի մոլեռանդությունը ավերակ էր դարձրել ճարտարության այն հրաշալի գործը, համարելով նրան մի կախարդված մնացորդ ջինների թագուհու ամրոցից։ Ես բոլորովին հոգնեցա, մինչև հասա մինարեթի գագաթը։ Ախ, որքան բարձր էր նա։ Ամբողջ Սալմաստը, լուսավորված արեգակի առաջին ճառագայթներով, դրած էր իմ առջև, որպես մի գեղեցիկ պատկեր, նկարած զանազան գույներով։ Գյուղերը, այգիները,
ձեռնատուն կանտարները, լավ մշակված դաշտերը, բոլորը միախառնվելով հանդիսանում էին ամբողջ հովիտը իր կանաչազարդ գեղագրական տարածության մեջ։ Ես ջոկում էի բոլոր ինձ ծանոթ տեսարանները։ Հեռու, բարձր ապառաժի վրա տեսնում էի ես Ղարնի յարուղի ավերակները։ Ավերակները այն առասպելական ամրոցի, ուր թափվել էր այնքան արյուն, այնքան արտասուք և սեր, ուր անօրեն թուրք իշխանի ձեռքը խլում էր ամուստի գրկից կնիկների ամենագեղեցիկը, ուր տարվում էին ամենաընտիր աղջիկները ամբողջ գավառից, և անբախտ զոհերի արտասուքը, ընտանիքի սրբությունը, ծնողների աղաչանքը չէին կարողանում ամոթել բռնակալի կրքերը։ Դեպի աջ նայելով, ես տեսնում էի սուրբ Հովաննու մատուռը, միայնակ կանգնած բլուրի գագաթին, որը մի ահագին շաքարի գլխի նման վեր էր բարձրացել ընդարձակ դաշտի միջից։ Որքան քաղցր զգացմունքներով կապված էր այդ սրբարանը իմ հիշողության հետ։ Այնտեղ տոնական հանդեսների ժամանակ ուխտավորների աշխարհային զվարճությունները, ախտերը և կրքերը եփ էին գալի, բորբոքվում էին, միախառնվելով կրոնական ջերմեռանդության հետ։ Վերջապես իմ աչքին ընկավ քաղաքը։ Նա թաքնված էր ծառազարդ այգիների մեջ, որոնք ձևացնում էին մթին բոլորակ տարածություն։ Ես որոշեցի մեր թաղը։ Այնտեղ ես երկար և երկար որոնում էի մեկին։ Կարծում էի, թե կտեսնեմ նրան։ Չգիտեմ ինչու նույն րոպեում իմ աչքերը լցվեցան արտասուքով։ Ես այլևս չկարողացա նայել։ Ես սկսեցի իջնել ցած, կրկին նույն ոլոր-մոլոր սանդուղքներով։ Այն ժամանակ միայն նկատեցի, որ աշտարակն ուներ մի քանի գաղտի պահեստներ և խորին մթերանոցներ։ Հետաքրքրությունը հրապուրեց ինձ մտնել նրանցից մեկի մեջ։ Նեղ պատուհանից ներս ցոլացած լույսով հազիվ կարողացա որոշել հետևյալ իրեղենները. զենքերի զանազան տեսակներ, ձիաների թամքեր իրենց պարագաներով, խուրջիններ լիքը զանազան բաներով, որոնք այնքան ծանր էին, կարծես ամբողջապես լցված լինեին մետաղներով։ Ես ձեռքս տարա մեկի մեջ, տեսա ուրիշ ոչինչ չկար, բայց միայն հրացանի փամփուշտներ, գնդակների կապոցներ և վառոդ։ Այս մթերքը անտարակույս պատկանում էր այն երեք հոգուն, որ պառկած էին աշտարակի ներքին հարկում։ Բայց ինչ նպատակի համար էր այդ բոլոր պատրաստությունը։ Այդ միտքս սկսեց տանջել ինձ։ Այնտեղ կար պատրաստություն ավելի քան 50 հոգու համար։ Բայց որտե՞ղ էին այդ մարդիկը։ Ես ոչինչ չէի կարողանում հասկանալ։ Երկյուղը և կասկածը տիրեցին իմ սրտին։ Այստեղ երևում էր ինչ֊որ խորհրդավոր ծածկապահություն։ Ես չուզեցի կասկածանքի պատճառ տալ ընկերներիս և առանց մյուս բաներին նայելու իջա ցած։ Տղերքը տակավին քնած էին նույն դրության մեջ, որպես թողել էի։ Ես չկամեցա խանգարել նրանց հանգստությունը, դուրս եկա մինարեթից մի փոքր թարմ օդ ծծելու համար։ Վհուկը Արեգակը հորիզոնից բավական բարձրացել էր։ Վաղորդյան ցողը գույնզգույն գոհարների նման շողշողում էր նորաբույս խոտերի, թփերի տերևների վրա։ Օդի մեջ տիրում էր գարնանային առավոտի մեղմ զովությունը, թեև դեռ գարուն չէր։ Իմ սիրտը զգաց անսահման բերկրություն, ինչու, ինքս էլ չգիտեի։ Գուցե նրա համար, որ այստեղ ազատ էի, որ ոչ ոք չէր նեղացնում ինձ, ոչ մորից, ոչ վարժապետից երկյուղ չունեի։ Փոքր-ինչ հեռանալով աշտարակից, ես սկսեցի դիմել դեպի ավերակները։ Կիսակործան պարիսպների, խորտակած սյուների, մանրապատ կամարների բեկորները մեծ մասամբ կորած էին վայրենի բույսերի մեջ, որ ճոխությամբ աճել էին այնտեղ։ Ոզնին, ահագին կրյաները, երկչոտ չաղկալները համարձակ կերպով վազվզում էին փլատակների մեջ։ Իմ ականջին զարկեց բուի ձայնը։ Ավերակների այդ թագուհին
Իմ մանկության հասակից գրգռել էր իմ սնահավատությունը։ Ես համոզված էի, թե նա էր այդ բոլոր կործանումների պատճառը։ Կռացա, գետնից մի քար վերառի, նայում էի չորս կողմս, որ գտնեմ ու սպանեմ նրան։ Բուն չէր երևում։ Ես քարը նետեցի ուղիղ այն կողմը, որտեղից լսելի եղավ նրա ձայնը։ Բարձրացավ մի ճիչ, որ նման էր ադամորդու հառաչանքի։ Ես սոսկացի։ Փլատակների մեջ կծկվել էր մի պառավ կին, փաթաթված հին, մուգ կապտագույն սփածանելիքի մեջ։ Ինձ երևաց, որպես թե ավերակների մեջ բնակվող ոգիներից մեկը լիներ նա, կամ այն կախարդը, որ հսկում էր այդ անմարդաբնակ անապատի վրա։ Նրա երկար, կիսով չափ կռացած հասակը բոլորովին նման էր մի այլանդակ կմախքի, որի ցամաք կազմվածքի մեջ մնացել էին ոսկորները միայն։ Միակ կենդանության նշույլը, որ նկատվում էր թուխ դեմքի վրա, էին զույգ կրակոտ աչքերը, որոնք վառվում էին դիվական խորամանկությամբ։ Նա խիստ մտերմապես մոտեցավ ինձ։ Դու ո՞վ ես, հարցրի ես։ Դու Կարոն չե՞ս, ասաց նա, առանց իմ հարցին պատասխանելու։ Նա խոսեց աղավաղված թուրքերեն լեզվով, բայց արտասանությունից իսկույն երևաց, որ ինքը բոշա է, թեև նա չէր պատկանում բոշաների այն ցեղերին, որ ես հաճախ տեսել էի մեր կողմերում։ Երևում էր, որ պառավը գործով եկած էր Կարոյի մոտ և սխալմամբ ինձ նրա տեղ էր ընդունում, որովհետև աչքերի տեսությունը սաստիկ թուլացած էր։ Ես կամեցա Կարոյին զարթեցնել, հետո մտածեցի, ինչ վնաս, առժամանակ ձևանալ, որպես թե ես Կարոն եմ։ Իմ վարմունքը երեխայական անմիտ հետաքրքրություն էր և ավելի ոչինչ։ Հա, իմ անունը Կարո է, պատասխանեցի ես։ Բայց քեզ ինչպես են կոչում։ Բոշան զարմանալով նայեց իմ վրա, կարծես չէր հավատում իր աչքերին և պատասխանեց պարսկերեն լեզվով։ Կարոն ինչու է հարցնում իր աղախնի անունը։ Կարոն գիտե, որ մարդիկ Սուսան են կոչում նրան։ Կարոն բոլորը գիտե։ Երբ Դիմբուլի խանը կողոպտեց, կոտորեց մեր ցեղը, Սուսանը կապեց իր քամակին Կարոյի երեխան և մենակ անցավ Հերաթի անապտներից։ Ախ, Սուսանի աչքերի լույսը, այն անցքից հետո Սուսանը վատ է տեսնում։ Այդ անկապ խոսքերը այն աստիճան մթին երևացին ինձ, որ ես ոչինչ չհասկացա, մանավանդ որ բոշան խոսում էր երրորդ դեմքով։ Կարոյի երեխան, միթե Կարոն երեխա ունի, որտե՞ղ է նա։ Հերաթի անապատներից ազատել է նրան բոշան։ Այս բոլորը ինձ համար հանելուկներ էին։ Միայն այսքանը հասկացա, որ Կարոն և խորհրդավոր պառավը նախածանոթներ են եղել։ Միջին Ասիայի խորքերում, Աֆղանիստանում նրանք ունեցել են հարաբերություններ, բայց ինչ դեպքով, ինչ առիթով, այդ մասին չհարցրի պառավից, զգուշանալով բոլորովին չմերկացնել ինձ, թե ես Կարոն չեմ։ Ես աշխատեցի ուղղել իմ անտեղի հարցմունքի սխալը, ասելով. Ես բոլորը գիտեմ, Սուսան, դու այն ասա, թե ինչ լուր ունես։ Պառավը որպես թե ինքն իր հետ խոսելով ասաց. Սուսանը կասե, Սուսանը նրա համար եկավ, որ ասե։ Սուսանը չկարողացավ իր արտասուքը պահել, երբ տեսավ խեղճ աղջկան։ Նա աղաչում էր, ասա Կարոյին, որ ինձ այստեղ չթողնե, ես կմեռնեմ ցավից։ Խեղճ երեխա, որքան մաշվել էր նա, կմեռնի, անպատճառ կմեռնի նա, եթե երկար այնտեղ կմնա։ Երեսին գույն չես տեսնի, օրինակ քեզ կտավ։ Ախ, Սուսանը էլ շատ չի ապրի, թե նրա գլխին փորձանք կգա։ Պառավը այլևս չկարողացավ խոսքը շարունակել, սկսեց դառը կերպով լաց լինել։ Արտասուքը ավելի նսեմացրեց նրա աչքերի լույսը։ Ես աշխատեցի մխիթարել նրան։ Երբ մի փոքր հանգստացավ, հարցրի, ինձ բավական մոտեցած համարելով գաղտնիքի իսկությունը։ Դու ինչպես մտար նրա մոտ։ Ինչպես մտար, կրկնեց պառավը հեգնական կերպով
Եվ նրա ցամաք դեմքի վրա վազեց մի վայրենի ծիծաղ։ Սուսանի ճանապարհը ով կարող է կտրել։ Սուսանը ամեն տեղ մուտք ունի։ Թե խանի ամրոցի, թե աղքատի խրճիթի դռները նրա առջև բաց են։ Սուսանը կարդում է մարդերի ճակատագիրը։ Սուսանը գուշակում է նրանց չարն ու բարին։ Տուր ինձ ձեռքդ, գուշակեմ քեզ համար։ Լավ, այդ հետո թող մնա գուշակելը, պատասխանեցի ես։ Դու այն ասա, թե երբ նրան տեսար։ Սուսանը մտավ ամրոցը, երբ առավոտյան ցողը դեռ չէր բարձրացել խոտերից։ Աղախինները վազեցին նրա առջևը. «Եկ, մեզ համար գուշակիր, Սուսան», ասացին ու հետո տարան։ Պառավը չավարտեց իր խոսքը։ Սույն միջոցին մինարեթի դռնից երևաց Կարոյի գիշերային անքնությունից գունաթափված դեմքը։ Պառավը մի խոժոռ հայացք գցելով իմ վրա, իսկույն թողեց ինձ ասելով. Դու Կարոն չես, դու Սուսանին խաբեցիր։ Նրա խռովյալ ձայնի մեջ կար և սպառնալիք, և բարկություն։ Միևնույն է, նա իմ եղբայրն է, Սուսան, հանգստացրեց Կարոն, մոտենալով պառավին։ Նրանք առանձնացան մի կիսավեր պատի ետևի կողմը և երկար կանգնած խոսում էին ինձ անլսելի ձայնով։ Պատի վրա բուսած մացառների խտությունը դեռ չէր արգելում նրանց իմ տեսությունից։ Կարոն գլուխը քարշ գցած լսում էր։ Պառավը ինչ֊որ պատմում էր նրան։ Ես այժմ մասամբ հասկանում էի, թե ինչ առարկայի վրա էր խոսակցությունը։ Սուսանի մի րոպե առաջ ինձ հաղորդած տեղեկությունները, որքան և մթին, որքան և կծկտուր լինեին, այսուամենայնիվ ես նրանցից դուրս բերեցի հետևյալ եզրակացությունները. Մի աղջկա կամ էլ մի կնոջ կյանքը վտանգի մեջ էր։ Նրա և Կարոյի մեջ կային գաղտնի կապեր։ Կարոն աշխատում էր ազատել նրան։ Խորամանկ պառավը ծառայում էր այս ձեռնարկության մեջ որպես գործիք։ Աղջիկը կամ կինը գտնվում էր ամրոցի մեջ։ Որ ամրոցում, ումն էր պատկանում ամրոցը, ահա այստեղ էր գլխավոր գաղտնիքը։ Ես երկար նայում էի կիսախելագար Սուսանի վրա։ Երբ նա իր պատմությունը վերջացրեց, հանկարծ մի տեսակ ձայն արձակեց, որ ճիշտ նման էր միևնույն բուի ձայնին, որ լսել էի քանի րոպե առաջ։ Սնահավատությունը կրկին տիրեց ինձ։ Ես նկատեցի մի փոքրիկ աղջիկ խայտաճամուկ և ֆանտաստիկական հագուստներով դուրս վազեց ավերակների միջից, մոտեցավ երկու խոսակիցներին։ Կարոն գրկեց և համբուրեց նրան։ Հետո պառավը փոքրիկ աղջկա հետ անհայտացան։ Այս երևույթը այնքան հանկարծակի կերպով կատարվեցավ, որ ես բոլորովին ապշած մնացի։ Ինձ թվում էր, թե փոքրիկ աղջիկը այն ոգիներից մեկը պետք է լինի, որ պառավ կախարդը պահում էր իր հրամանի ներքո, մանրացում իր հետ և ծառայեցնում էր իր հմայքների մեջ։ Բայց որքան գեղեցիկ էր այդ նազելի արարածը։ Ես նրա դեմքը տեսա մի սրընթաց փայլակի նման, որ իսկույն չքացավ, բայց թողեց իմ սրտում անջնջելի տպավորություն։ Բայց Կարոն ինչու համբուրեց նրան։ Ո՞վ էր նա։ Ես կարծում էի, թե Կարոն չի թաքցնի, կասե ինձ բոլորը, թե ով էր այդ անծանոթ պառավը, ով էր այն փոքրիկ աղջիկը, որ հայտնվեցավ փլատակների միջից։ Ես վճռեցի մինչև անգամ հարցնել նրանից, բայց չհամարձակվեցա, երբ նկատեցի նրա սարսափելի կերպով վրդովված դեմքը։ Երևում էր, պառավի հաղորդած տեղեկությունները խռովության մեջ էին գցել նրան։ Այդ պառավը ցնորվա՞ծ էր, հարցրի ես, երբ նա մոտեցավ ինձ։ Ոչ, միայն եթե մյուս անգամ կպատահի քեզ հանդիպել նրան, խնդրեմ չհիշեցնել իր անցյալը։ Հետո խոսքը փոխելով, ասաց նա. Ֆարհադ, մենք պետք է հեռանանք այստեղից։ Ո՞ւր, հարցրի ես։ Ինքս էլ չգիտեմ, մենք այն թռչուններից ենք, որ միշտ միևնույն ճյուղի վրա չեն նստում։ Դու երեկվանից միտքդ չես փոխել, հարցրեց նա, իմ ձեռքից բռնելով և մի կողմ տանելով, որպեսզի խոսակցությունը իմ և նրա մեջ առանձին լիներ։ Ես դժվարացա պատասխանելու։ Ֆարհադ,
Ինչու չես խոսում։ Ինչ խոսեմ։ Մենք պետք է այստեղից հեռանանք։ Դու չես ցանկանում դառնալ քո մոր մոտ։ Ես ցանկանում եմ ձեզ մոտ մնալ։ Թող տուր մեզ, Ֆարհադ, գնա մորդ մոտ, մխիթարե նրա ամբախտությունը։ Մեզանից հեռացիր։ Մենք գլխից ձեռք վեր առած մարդիկ ենք։ Մեր նավը դեռ մրրիկների մեջ է գնում։ Ով է իմանում ինչ կլինի նրա վերջը։ Քեզ վիճակված է բախտի ավելի խաղաղ բաժինը, Ֆարհադ։ Գնա պսակվիր Սոնայի հետ։ Նա քեզ սիրում է։ Նրա հետ ուրախ կերտա ձեր կյանքը։ Սոնան լավ աղջիկ է։ Վերջին խոսքերը շարժեցին իմ սիրտը և ակամա արտասուքը թափվեցավ իմ աչքերից։ Կարոն այնպես ձևացրեց, թե չէ տեսնում, և շարունակեց իր խրատները։ Ֆարհադ, հիշո՞ւմ ես, երբ մենք դեռ վարժատան մեջն էինք, շատ անգամ ասում էինք միմյանց, մենք եղբայրներ ենք, մենք պետք է միասին աշխատենք և միասին վայելենք մեր վաստակը։ Ես ունեմ այժմ մի փոքրիկ գումար, ահա այս քսակի մեջն է, առ, քեզ եմ տալիս, այն ինձ պետք չէ։ Այս գումարով դու կգնես քեզ համար մի կտոր հող, կսարքես մի արոր, քո ձեռքով կմշակես քո հողը։ Քաղցր է վաստակը, երբ մարդ ստանում է իր սեփական հողից։ Ես ետ մղեցի քսակը, պատասխանելով. Հիշում եմ բոլորը, ինչ որ ուխտեցինք դեռ դպրոցում եղած ժամանակ։ Բայց դու երևի մոռացել ես մի բան։ Մենք երդվեցինք և օգնել միմյանց ամեն փորձանքների մեջ մեր կյանքում։ Այժմ ես ինչպես կարող եմ քեզանից հեռանալ, երբ դու ինքդ ասում ես, թե ձեր նավը մրրիկների մեջ է գնում։ Այդ ուղիղ է, այո, բայց ես ինչ իրավունքով կարող եմ քեզ քարշ տալ այն փորձանքների մեջ, որոնց ես ինքս պատրաստել եմ ինձ համար։ Ինձ համար միևնույն է, թե ով է պատրաստել։ Բայց դու գիտես, որ ես այս աշխարհում կորցնելու ոչինչ չունեմ, իսկ քեզ կարոտ են մայրդ, քույրերդ և վերջապես Սոնան։ Դու չես մտածում ազատել նրան, չէ՞ որ նա գերի է իր հոր, այն վայրենի հոր ձեռքում։ Ես մտածում եմ, ես մինչև անգամ խոստացել եմ ազատել նրան, բայց ես նրան կազատեմ քեզանից չբաժանվելով։ Լավ, ասաց նա խռովյալ ձայնով, այսուամենայնիվ դու պետք է ընդունես այս քսակը, ուղարկիր մորդ, թող նա քաղցած չմնա, գուցե դու երկար բաժանված կմնաս նրանից։ Ես հրաժարվեցա, խնդրելով, որ նա ինքը կարգադրե, որպես ցանկանում է։ Կարոն համաձայնվեցավ։ Ես նկատեցի, թե որպես վառվում էին նրա լի վրդովմունքով աչքերը և ինչպես անհանգիստ կերպով բաբախում էր նրա կուրծքը։ Երևում էր, խիստ ծանր էր նրա այն համաձայնությունը, որ տվեց ինձ իր մոտ պահելու համար։ Ֆարհադ, դու պիտի ընդունես մի քանի պայմաններ։ Ամեն բանի հոժար եմ ես։ Լսիր, քո աչքերը իբր թե ոչինչ չեն տեսնում, թեև շատ բաներ պիտի տեսնես։ Ես ինձ կույր կձևացնեմ։ Քո ականջները իբր թե ոչինչ չեն լսում, թեև շատ բաներ պիտի լսես։ Ես ինձ խուլ կձևացնեմ։ Քո լեզուն ոչինչ չպիտի խոսե, թեև շատ բաներ պիտի գիտենաս։ Ես ինձ մունջ կձևացնեմ։ Դու սեփական կամքի տեր չպիտի լինես։ Ես ամեն բանում կհնազանդվեմ քո կամքին, և իմ ընկերների կամքին, և քո ընկերների կամքին։ Բավական է, տուր ինձ ձեռքդ։ Ես ձեռք տվեցի, նա սեղմեց ինձ իր կուրծքի վրա և համբուրեց։ Այդ եղբայրական համբույրը կնքեց մեր ուխտը։ Ես խոստացա խուլ լինել, մունջ լինել, խոստացա կույր գործիք լինել։ Ես խոստացա անսիրտ, առանց կամքի մեքենա լինել։ Ես կատարեցի իմ խոստմունքը։ Պարսկաստանում այն ժամանակ դեռ նոր էր կազմվել մի գաղտնի հիմնարկություն, որ կոչվում էր Ֆարամուշխանա, այսինքն մոռացության տուն։ Այս տան մեջ ընդունվելու գլխավոր պայմանն այն էր, որ յուրաքանչյուր անդամ այնտեղից դուրս գալուց հետո պետք է մոռացության տար բոլորը, ինչ որ տեսել, ինչ որ լսել էր այնտեղ։ Այսինքն պետք է պահպաներ սաստիկ ծածկամտություն։ Թե ինչ նպատակ ուներ այդ գաղտնի հիմնարկությունը, ես չգիտեմ,
որպես չգիտեին նրա յուրաքանչյուր անդամները, թե ինչ է գործում իրենից բարձր աստիճանի վրա գտնվող անդամը։ Կրտսեր անդամը ավագի հլու գործիքն էր, պետք է անպայման կերպով հնազանդվեր նրան, պետք է կատարեր ամեն բան, ինչ որ կհրամայեր նա, առանց գիտենալու, թե ինչ նպատակով էր գործում։ Հիմնարկության բուն խորհուրդը պահվում էր նրա գլխավորների մոտ։ Մյուսները անգիտակցական մեքենաներ էին միայն։ Անդամների յուրաքանչյուր առանձին նշաններից կարող էր ճանաչել մյուսին, առանց գիտենալու նրա անունը, նրա ով կամ ինչ տեղացի լինելը։ Միայն որոշ խմբեր իրենց մեջ գաղտնիք չունեին, իսկ ամեն մի խումբ առանձին վեր առած միմյանց գործունեությունից տեղեկություն չունեին։ Կարծես մի այսպիսի հասարակության մեջ էի ընկել ես։ Ինձանից էլ խոստում առին, որ ամեն բան, ինչ որ կտեսնեմ, ինչ որ կլսեմ, մոռացության տամ։ Ես կատարեցի իմ խոստմունքը։ Իսկ այս տողերը, որ գրում եմ այժմ, գրում եմ ուղիղ 50 տարուց հետո, երբ այն անձինքը այլևս աշխարհի երեսին չեն մնացած, երբ նրանց գործունեությունը հայտնվեցավ և անհետացավ մի կարճատև փոթորիկի նման։ Ձի։ Դեռ երեխայությունից ես ձի նստելու սաստիկ սեր ունեի։ Այն ժամանակ այս ցանկությունը լցուցանում էի հեծնելով փայտյա երկայն ձողի վրա և ամբողջ ժամերով վազեցնում էի մեր բակում։ Հետո, երբ փոքր-ինչ մեծացա, իմ փայտյա նժույգին փոխարինեցին կենդանի արարածներ։ Մեր հորթերը հանգստություն չունեին ինձանից և մինչև անգամ ահագին գայլանման մրոն մեր շունը երբեմն ստիպված էր ծառայել իմ զվարճություններին։ Ես բռնում էի նրա երկայն ականջներից, թռչում էի մեջքի վրա և խեղճ շունը բարեսրտությամբ ներում էր իմ հիմարություններին, գնում էր դեպի այն կողմը, ուր որ ես շուռ էի տալիս։ Երբ 10 տարեկան էի, ամեն երեկո անհամբերությամբ սպասում էի տավարների նախիրի արոտից վերադառնալուն։ Հենց որ հեռվից նկատում էի մեծ ճանապարհի վրա փոշու ամպերի բարձրանալը, վազում էի նախիրի առջև, բռնում էի ավանակներից մեկին, նստում էի նրա մեջքի վրա։ Ախ, որքան ուրախանում էի ես, երբ իմ Պեգասը վազում էր հեռու և հեռու դաշտերի մեջ։ Իսկ հետո ավանակներին փոխարինեցին մատակ ձիաները։ Առանց սարսափելու չէր կարելի նայել ինձ վրա, երբ ես, դևի նման բռնած վայրենի մատակի բաշից, մրրիկի պես պտտեցնում էի մերկ և առանց սանձի ձիուն։ Հովիվները բարկանում էին, զգուշացնում էին ինձ, բայց ինչ ուշադրություն կդարձներ նրանց խոսքերին, հանդուգն և զվարճասեր մանուկը։ Բայց որքան անգամ վեր ընկա ես, որքան անգամ ձեռքս, ոտքս կոտրեցի, որքան անգամ երեսս ջարդված, արյունաթաթախ տուն են բերել ինձ։ Մայրս լաց էր լինում, ասում էր, թե ես ադամորդու զարմ չեմ, թե ես սատանայի ծնունդ եմ, թե ես մի փորձանքով պիտի մեռնեմ, կամ գետի մեջ խեղդվեմ, կամ ծառից կամ ժայռից վեր ընկնեմ և կամ դաշտի գազանները ուտեն ինձ։ Մայրս գնում էր, վարժապետիս պատմում էր իմ անկարգությունները, բայց ոչ նրա ֆալախկան, ոչ նրա խրատը և ոչ աղյուսի կտորտանքը, ոչ մեկը չկարողացան զսպել ինձ մանկական խաղերից, որոնք այնպես սաստիկ կերպով արգելված էին աշակերտներին։ Նույնպիսի սեր ունեի ես դեպի հրացան գործիքները։ Երևակայեցեք այն ուրախությունը, երբ իմ մանկական երկու ամենագլխավոր բաղձանքները իրագործվեցան։ Ես այժմ ունեի ձի և զենքեր։ Նույն ավուր երեկոյան պահուն, որի առավոտյան ժամանակ ես ավերակների մեջ հանդիպեցի բոշակնոջ հետ, կրկին հայտնվեցան երկու զեյթունցիները, որոնց մեկին կոչում էին Մուրադ, մյուսին Ջալլադ։ Նրանք բերեցին իրենց հետ 4 գեղեցիկ ձիաներ։ Երևում էր, այդ ձիաները մեզանից փոքր-ինչ հեռու գտնված լեռների մեջ պահում էին, որովհետև ավերակների մոտ արոտ չկար։ Կարոն ինձ իր մոտ կանչեց և հանձնելով ձիերից մեկի սանձը, ասաց. Ահա քո ձին, ես գիտեմ, որ դու անվարժ չես լինի դրան զսպելու մեջ։ Հետո տալով ինձ մի հրացան, մի զույգ ատրճանակ և մի թուր, ավելացրեց. Ահա քո զենքերը,
Դրանց բանեցնելու մեջ դու նույնպես անվարժ չես մնա։ Ես ուրախությունից այն աստիճան շփոթվեցա, որ մի խոսք անգամ չգտա շնորհակալությունս հայտնելու, միայն երեխայի նման փաթաթվեցա նրա վզովը և սկսեցի համբուրել։ Ես երևակայում էի, թե աշխարհի բոլոր թագավորությունները ինձ են տված։ Կարոն տվեց ինձ և մի ձեռքշոր, պատվիրեց հագուստս փոխել։ Իմ նոր հագուստի մեջ ոչ թե մայրս, ոչ թե տեր֊թոդիկը, այլ սատանան ևս չէր կարող ճանաչել ինձ։ Ես այժմ իմ հագուստով բոլորովին նման էի ընկերներիս։ Դե, նստիր, ասաց Կարոն, ինքը նույնպես իր ձին հեծնելով։ Ասլանը և Սագոն արդեն ձիավորված էին։ Մենք ճանապարհ ընկանք։ Երկու զեյթունցիները մնացին մինարեթի մեջ, երևի այն պատերազմական մթերքը պահելու համար, որը ես ցերեկով տեսել էի աշտարակի վերին հարկում։ Արեգակի վերջին շառավիղները դեռ խաղ էին անում մինարեթի կապույտ մոզաիկների հետ, երբ մենք բաժանվեցանք այդ հսկա շինվածքից։ Ես իմ ստացած նոր ընծաներով այնքան գրավված էի, մինչև անգամ ընկերներիցս չհարցրի, թե ուր ենք գնում։ Իմ գեղեցիկ նժույգը ընթանում էր արագ, որպես մարդու միտքը։ Իմ զենքերը շողշողում էին փառավոր, սպառնական լուսով։ Կարոն չսխալվեցավ իր կարծիքի մեջ։ Այո, ես այնքան հմուտ էի զենքերի գործածության մեջ, որքան ձի հեծնելում։ Շատ քիչ էր պատահում, որ իմ գնդակը շեղվեր նպատակից, որովհետև ես որսոր Դավոյի թեև փոքրիկ, բայց լավ աշակերտն էի, աշակերտ այն մարդու, որի անվան հետ կապված էին այնքան սարսափելի պատմություններ։ Բայց նա մնաց միշտ բարի դեպի ինձ և դեպի մեր ընտանիքը։ Նրա տնում միշտ գտնվում էր իմ համար մի ավելորդ հրացան, որով ես փորձեր էի անում։ Առաջին փորձը արեցի մեր հավերի վրա։ Մայրս ինձ շատ անիծեց, երբ տեսավ, որ իր սիրելի վառեկներից մեկը թավալվում էր մեր բակի մեջ։ Նա իսկույն վազեց վարժապետի մոտ բողոքելու։ Իսկ երբ որսորդը իր ընտանիքով թողեց մեր քաղաքը, մայրս մասամբ ուրախ էր, որ ազատվեցավ մի այսպիսի դրացուց, որը նրա կարծիքով իր որդուն փչացնում էր, խելքից հանում էր։ Բայց ես երկար չէի կարող մոռանալ բարեսիրտ Ավոյին, որի պատմությունները իր որսորդական կյանքից այնքան հետաքրքրում էին, այնքան ոգևորում էին ինձ։ Բայց որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ ճանապարհին Սագոն դարձավ ինձ այս խոսքերով. «Ֆարհադ, գիտես ուր ենք գնում»։ Ինձ ոչինչ չէ ասել Կարոն, պատասխանեցի ես։ Դու հիշո՞ւմ ես որսոր Դավոյին, այն լուռ, միշտ խոժոռ մարդուն, որ մի ժամանակ ձեր դրացին էր։ Մենք գնում ենք նրա տունը, տես, այն սարերի մեջն է բնակվում նա։ Սագոն ձեռքը մեկնեց դեպի արևմուտք, կարծես ես գիշերային խավարի մեջ կարող էի տեսնել նրա ցույց տված տեղը։ Հիշում եմ, պատասխանեցի ես մի առանձին բավականությամբ։ Հիմա բոլորովին ծերացած կլինի Ավոն, 12 տարի է, որ չեմ տեսել նրան։ Հին վիշապները շուտ չեն պառավում, դու կտեսնես նրան շատ քիչ փոխված։ Բայց միտդ է, Ֆարհադ, Ավոյի որդեգիրը, Հասոն, որին մենք դպրոցում կոչում էինք Էշի֊Փալան, որին մեր վարժապետը կոչում էր Սատկած, ավելացրի ես, որը ոչինչ չէր սովորում և շուտ հոգնում էր, երբ ման գալու էինք գնում։ Աշակերտները շատ անգամ ստիպված էին շալակել նրան և դաշտից ետ բերել։ Հենց նա, գտար։ Բայց հիմա, որ տեսնես, չես ճանաչի, այնքան հարստացել է, սարի արջ է դարձել, երևի վրա եկավ լեռնային օդը։ Ինչ է շինում։ Գրողը տանի նրան, հիմա տուն ու տեղի տեր է դարձել, վար է վարում, ցանք է անում, կնիկ ունի, ամեն տարի 2 հատ ծնվում են, տունը երեխաներով լիքն է, ճանճերի նման վժժում են։ Էլի այնպես մաղձոտ է, որպես առաջ։ Հիմա օրինավոր մարդ է դարձել, իստակ հոգի է տալիս, երբ նրա տունն ես մտնում, ուզում է ինչ որ ունե, ինչ որ չունե, քեզ ուտացնել և այնպես ճանապարհ դնե։ Ուրեմն հարուստ է։
Գութան ունի, անասուններ ունի, հենց ես ու դուն մնացինք առանց ոչնչի, Ֆարհադ։ Ինձ ամենից ավելի հետաքրքրում էր Մարոն, որսորդի աղջիկը, ցանկանում էի նախքան տեսնել նրա մասին որևիցե տեղեկություն ստանալ։ Բայց Մարո՞ն, հարցրի ես։ Մարոն, կրկնեց Սագոն մի առանձին ոգևորությամբ։ Այժմ այդ սև դևիկը իր թուխ աչքերով բոլորովին խելքից հանում է մարդուն։ Սատանան տանի նրան, էլի այնպես կծում է, էլի այնպես ճանկռտում է, որպես առաջ։ Նա միշտ կատվի բնավորություն ուներ։ Չգիտեմ ինչու Սագոն ընկավ խորին տրտմության մեջ, երբ Մարոյի անունը մեջ մտավ։ Նա վառեց իր ծխախարշը, սկսեց ծխել։ Հետո երևի առաջին խոսակցությունը մոռացության տալու համար առաջարկեց ինձ ծխախարշը, ասելով. Արծխիր այդ սատանայի բուրվառը։ Ես հայտնեցի, թե ծխելու սովորություն չունեմ։ Ղարաչիների օբաներում ճգնավորություն չեն անում, պատասխանեց նա ծիծաղելով։ Ես չհասկացա, թե ինչ էր ուզում ասել։ Շատ հասկանալի է, ասաց նա։ Սոֆիները, որ սկզբում չեն ծխում, հետո սկսում են ծխախոտ ծամել, ավելացնում են դրա վրա և աֆիոն ուտելը։ Այսպես է լինում ամեն պահեցողների վերջը։ Ես ընդունեցի նրա ձեռքից ծխախարշը։ Ճշմարիտ, նա դուր եկավ ինձ, թեև առաջին անգամն էր, որ ծխում էի։ Այդպես, ասաց նա մի առանձին հաճությամբ։ Օրինավոր բան տեսար, մարդուն էլ է դուր գալիս, նրա ստեղծողին էլ։ Սագոն իր ծխախարշը ընծայեց ինձ, ասելով, թե ինքը երկու հատ ունի, և խնդրեց իջևան հասնելու ժամանակ նրան հիշեցնեմ, որ ինձ ծխախոտ տա։ Նա հավատացնում էր, որ առանց ծխախոտի, առանց արաղի ճանապարհորդությունը կյանք չունի։ Այդ պատճառով ես չդժվարացա ընդունել նրա ձեռքից արաղի շիշը, որ մի փոքրիկ խուրջինի մեջ դրած քարշ էր տվել իր ձիու թամքի ղաշից։ Թեև իմ կյանքում ամենևին արաղ խմած չէի, բայց մի քանի կաթիլ կուլ տալով շիշը ետ տվեցի։ Ինձ երևաց, թե բերանս կրակով այրեցին։ Սագոն բավական խմեց։ Տաքացնում է, ասաց նա, այնտեղ, այն սարերի բարձրավանդակների վրա ցուրտ կլինի։ Եվ իրավ, քանի վեր էինք բարձրանում դեպի լեռան զառիվերը, գիշերային հովությունը այնքան զգալի էր դառնում։ Մեր փոքրիկ քարավանը առաջ էր գնում ամենայն եռանդով։ Ձիերը այն աստիճան սովորած էին լեռնային անցքերին, որոնց միջով վայրենի այծերը դժվարությամբ կարող էին անցկենալ։ Մեր ճանապարհը ընկած էր նեղ կիրճերի միջով, ուր անհավասար, ալիքավոր դարուփոսերի և սարսափելի ելևէջների պատճառով երբեմն ստիպված էինք ցած իջնել ձիերից։ Այդ սաստիկ հոգնեցրեց ինձ։ Բայց Սագոն հոգնություն չէր զգում, կարծես ժայռերը, ապառաժները իրենց սոսկալի պտույտներով ավելի ոգևորում էին նրան։ Կարոն և Ասլանը գնում էին մեզանից մի քանի քայլ առաջ։ Նրանք ինչ-որ բանի մասին տակ խոսում էին։ Քամին, որ սկսեց փչել բարձրավանդակների վրա, չէր թողնում, որ նրանց ձայնը լսելի լիներ։ Սագոն խոսում էր ինձ հետ առանց լռելու, զանազան խառը և անկապ առարկաների վրա։ Բայց որքան ես աշխատեցի նրանից որևիցե տեղեկություն դուրս քաշել իրենց անցյալ կյանքի մասին օտար երկրներում, նա մնաց միշտ զգույշ և ոչինչ չհաղորդեց ինձ։ Բայց որքան դյութական ազդեցություն ունի լեռը, այն ևս հայկական ահավոր, սքանչելի լեռը։ Այդ ազդեցության ոգևորությունը ես իսկույն նկատեցի Սագոյի մեջ, երբ նա սկսեց իր գեղեցիկ ձայնով եղանակել մի փոքրիկ երգ։ Որսորդի տնակը։ Գիշերը մոտենում էր իր վախճանին, երբ հասանք Կ գյուղը, որ գտնվում էր Դուշմանա լեռների մեջ։ Անդադար հարձակումները այդ լեռներից Սալմաստ գավառի վրա առիթ էր տվել տեղացիներին այսպես կոչել նրանց։ Դուշմանա լեռներ նշանակում է թշնամու լեռներ։ Գյուղից դուրս
բլուրի վրա, միայնակ կանգնած էր փոքրիկ տնակ, որի պատուհաններից մեկը այն ուշ գիշերային պահուն լուսավորված էր մռայլ լույսով։ Աղոտ լույսը քաշեց մեր քարավանը դեպի իր կողմը։ Մենք կանգնեցանք մի քանի քայլ հեռու, միայն Կարոն մոտեցավ տնակին։ Չգիտեմ նա ինչ խոսեց, ինչ ասաց, միայն այն տեսա, քանի րոպեից հետո բակի դռները բացվեցան, շեմքի վրա հայտնվեցավ մի ահագին կերպարանք ճրագը ձեռին։ Որքան և նսեմացած լիներ իմ հիշողությունը, դարձյալ ես այն կերպարանքի մեջ ճանաչեցի որսորդ Ավոյին։ Կարոն նշան արեց իր ընկերներին և բոլորը մոտեցան։ Մեր առաջին հոգսը եղավ հանգստացնել ձիաները։ Ախոռատան քննադատախ սպասավորին երևի շատ հաճելի չեղավ տարաժամ հյուրերի այցելությունը։ Նա մրթմրթալով դուրս եկավ իր դարանից։ Որ սատանան էս վաղտը դուրս կգա իր բունից, խոսեց քնթի տակից և սկսեց ձիաները ներս քաշել դեպի փարախը։ Դա իմ նախածանոթ Մհեն էր, որ առաջ աջակցում էր Ավոյին նրա որսորդությունների մեջ, իսկ այժմ մի աստիճան ևս բարձրացել էր իր պաշտոնի մեջ, դառնալով անասունների վերակացու։ Տղերքը այն աստիճան սովորած էին նրան, որ ամենևին ուշադրություն չդարձրին նրա դժգոհությանը և պատվիրեցին շատ գարի և դարման տա ձիաներին։ Մհեն գիտե, ասել պետք չէ, 20 տարի է Մհեն ձիաների հետ գործ ունի, պատասխանեց նա խռպոտ ձայնով և դիմեց դեպի մարագը։ Որսորդի տնակը, բացի ախոռատնից, բաղկանում էր մի քանի փոքրիկ սենյակներից, որոնցից մեկը պատրաստված էր հյուրերի համար։ Երբ ճրագ վառեցին, ամենքը հավաքվեցան այնտեղ։ Շուտով հայտնվեցավ և տանուտերը, որ բակում Կարոյի հետ մեզ անլսելի ձայնով խոսում էր։ Դե շուտ ավո, տղերք ուտել են ուզում, դարձավ դեպի նա Կարոն։ Գայլի նման, վրա բերեց սագոն։ Ինչ հոգու բաժին ունես, ամենը բեր։ Տարաժամ հյուրը իր բախտից պետք է գանգատվի, պատասխանեց որսորդը թուրքերեն առածով։ Աստուծո տվածից ինչ ունեմ կբերեմ։ Ուր են, ոչ մեկը չէ երևում, հարցրեց Ասլանը։ Հասոն դաշտումն է, նա իր անասուններն է պահում, անիծված քրդերը իստակ կատաղել են, հենց որ աչքդ հեռացնում ես, էլ ապրանքիդ տերը չես։ Մարոն քնած է, ես նրան կզարթեցնեմ։ Նա դուրս գնաց, ընթրիք պատրաստել տալու։ Ես մնացի աննկատելի։ Ընկերներիցս ոչ ոք չխոսեց որսորդի հետ իմ մասին, իսկ ես ամաչում էի, որ մոտենամ, նրա ձեռքը համբուրեմ և ասեմ. ես քո Ֆարհատն եմ, դու միշտ ինձ սիրել ես։ Բայց ինչու ես այնքան ուրախացա, երբ նա խոստացավ Մարոյին զարթեցնել։ Ինչու իմ աչքերն այնպես անհամբերությամբ նայում էին դեպի դուռը, որտեղից նա պետք է ներս մտներ։ Ախ, որքան սիրելի է լինում մանկության ընկերը, մանկության անմեղ բարեկամը։ Տղերքը մի կողմ դրեցին իրենց զենքերը, նստեցին բուրդից գործած թանձր օթոցների վրա, որոնցմով ծածկված էր սենյակի հատակը։ Շատ չանցավ, ներս մտավ մի աղջիկ, որ ձեռքով երկու կողմից բռնած բերում էր մի մեծ պղնձե սինի, որի վրա դրած էին լավաշ, պանիր, եղջերուի սառը միս, մածուն, կարագ և լեռնային զանազան բանջարներ։ Նա լուռ մոտեցավ, դրեց սինին հյուրերի առջև և նույնպես լռությամբ հեռացավ, առանց աչքերը այս կողմ կամ այն կողմ դարձնելու։ Տղերքը բարևեցին նրան մի քանի սրախոսություններով, բայց նա ոչ մեկին չպատասխանեց։ Նա Մարոն էր։ Ամբողջ 12 տարի էր, որ չէի տեսել նրան։ Որքան մեծացել էր նա, որպիսի ծանր կերպարանք էր ստացել այն մշտազվարթ, պայծառ դեմքը, որից մանկական ժպիտը երբեք պակաս չէր լինում։ Տարիները նրան փոխել էին դեպի ավելի գեղեցիկը և ավելի սքանչելին։ Մարոն կրկին վերադարձավ, այս անգամ բերեց մի ահագին խեցեղեն ամանով գինի։
Նրա աչքերը հանդիպեցան իմ աչքերին և խաղաղ դեմքի վրա երևաց խռովության նման մի բան։ Նա իսկույն դուրս վազեց, երևի հորը իմացուն տալու իմ մասին։ Իմ ընկերները դեռ ինձ մարդի տեղ չէին դնում, և այս պատճառով նրանցից ոչ մեկը չմտածեց ներկայացնել ինձ։ Իսկ որսորդը այն աստիճան զբաղված էր իր հյուրերով, որ կամ չնկատեց ինձ, կամ տեսավ և չճանաչեց։ Վերջինը ավելի հավանական էր։ Ո՞ւր է, ձայն տվեց նա, շփոթված ներս մտնելով։ Ֆարհատը ո՞ւր է։ Ես մոտեցա նրան։ Ֆարհատ ջան, դու՞ն ես, քո հոգուն մատաղ, բացականչեց նա ինձ գրկելով, և ուրախության արտասուքը ցողվեցավ ալեխառն մորուքի վրա։ Տղաս, Աստծու աչքը վրատ լինի, որքան մեծացել ես դու, ինչ շնորհալի տղա ես դարձել, կարո, որտեղի՞ց գտար դրան, ես չէի ճանաչելու, եթե Մարոն չասեր։ Կարոն կարճ կերպով պատմեց, թե որտեղ և ինչ դրության մեջ գտավ ինձ։ Որսորդը սկսեց ծիծաղել։ Ես այդ սպասում էի, որ դու կփախչես այն անպիտանի մոտից, ասաց նա, բայց ափսոս, որ երկար մնացիր այն դժոխքի մեջ։ Դժոխք կոչում էր որսորդը տեր֊թոդիկի դպրոցին։ Այդ խոսքը կրկին հիշեցրեց ինձ վաղեմի տանջանքները, որ առժամանակ մոռացության էի տվել։ Գեղեցիկ Մարոն հեռվից նայում էր հոր գգվանքին, կարծես նա էլ ուզում էր մոտենալ ինձ։ Կարծես նրա փակված շրթունքի մեջ պահված էին ինձ համար մի քանի քաղցրիկ խոսքեր։ Ես էլ ուրախ եմ, Ֆարհատ, շատ ուրախ քեզ տեսնելու համար։ Բայց ոչ, հայ աղջկա ամոթխածությունը երկաթի փականք էր դրել նրա լեզվին։ Ես այս խոսքերը կարդում էի նրա ուրախությունից պայծառացած երեսի վրա։ Որսորդը սկսեց այնուհետև հարցնել մորս մասին, քույրերիս մասին, թե որպես ապրում են նրանք, ինչ վիճակի մեջ են գտնվում, ով է հոգ տանում նրանց ամբախտությանը։ Քաջալերեց ինձ, թե ես կարող էի օգնել նրանց, մխիթարել մորս և մտածել քույրերիս բախտավորության մասին։ Նա ավելացրեց, թե շատ ուրախ է, տեսնելով, որ ես ընկել եմ Կարոյի հասարակության մեջ, և թե այդ ընկերությունը կարող էր օգտավետ վախճանի հասցնել ինձ։ Հետո նա դարձավ դեպի Մարոն։ Դու ինչու մոտ չես գալիս, չես հարցնում Մարիամի, Մագթաղի մասին, չէ՞ որ նրանք քո հին քույրիկներն էին։ Ամեն օր մեկ֊մեկու ծամեր էիք փետում, մեկ֊մեկու երես էիք ծվատում, էլի բարիշում էիք։ Այդպես չէ՞, իմ կատվիկ, մոռացել ես, հա։ Ես հիշեցի այն գիշերը, այն ձմեռային սարսափելի գիշերը, երբ մրրիկը դրսում կատաղաբար մռնչում էր, և ձյունը առատորեն մաղվում էր երկնքից։ Մենք նստած էինք գերեզմանի պես ցուրտ խրճիթի մեջ։ Մայրս կարում էր, ես վառարանի մոտ քրքրում էի հանգած կրակը։ Մարիամը և Մագթաղը քնած էին։ Աշտանակի վրա յուղը սպառված ճրագը պլպլում էր, որպես մի շնչավոր, որ հոգեվարքի մեջ է գտնվում։ Հանկարծ դևի նման ներս վազեց Մարոն, ճարպիկ, աշխուժով լի մի երեխա, որի անմեղ չարություններն անգամ սիրելի էին մեզ։ Ես հիշեցի, թե որպես քարշ ընկած մորս պարանոցին, հիմար շատախոսում էր նա և տաք համբուրում էր մորս երեսը։ Նա ուրախանում էր, որ ձյուն է գալիս, և մի առանձին երեխայական ոգևորությամբ ասում էր. վաղ առավոտյան կվազվզե նրա մեջ։ Ես հիշեցի, թե որպես նա հարձակվեցավ քնած Մարիամի վրա, իր փոքրիկ ճանկերով բռնեց նրա կոկորդից և կրկին կայծակի արագությամբ դուրս փախավ մեր խրճիթից։ Կրկին տեսնում էի այն կյանքով լի, վայրենի երեխային, այժմ հասուն, վայելուչ կազմվածքով, կանգնած էր իմ առջև որպես մի լեռնային հրեշտակ։ Նույն հրեղեն աչքերը և այժմ վառվում էին լի գեղեցիկ վրդովմունքով, նույն սևուկ երեսը իր դիվական ժպիտով այժմ էլ կախարդիչ էր։ Չնայելով հոր խոսքերին, Մարոն չմոտեցավ ինձ։ Միայն ծիծաղեց և սենյակից դուրս գնաց, հյուրերի համար մի նոր բան բերելու։
Ամոթխածությունը ավելի իմ կողմից էր, թե նրա կողմից, չեմ հիշում, միայն երկուսիս լեզուն էլ պապանձված էր։ Ես չգիտեի ինչ խոսել նրա հետ, դրա համար շատ ուրախացա, երբ Մարոն իր հեռանալով դուրս բերեց ինձ իմ նեղ դրությունից։ Ես այն ժամանակ միայն զգացի իմ անշնորհքությունը, թե որ աստիճան անկիրք էի, թե որքան կոշտ և կոպիտ պատրաստել էր ինձ դպրոցը։ Տղերքը հավաքվեցան ընթրիքի սեղանի շուրջը, Ավոն նույնպես նստեց մեզ մոտ։ Մարոն սպասավորություն էր անում, անդադար ուտելիքներ և ըմպելիքներ ներս բերելով և դուրս տանելով։ Երևում էր, որ տանուտերը առաջուց գիտեր իր հյուրերի գալուստը և կանխապես պատրաստություններ էր տեսել նրանց համար։ Գյուղական ամեն տեսակ բարիքներից, ինչ որ կարող է մատակարարել երկրագործի և խաշնարածի տնտեսությունը, գտնվում էր սեղանի վրա։ Ընթրիքի ժամանակ ես դեռ նոր զննեցի ծերունի որսորդի խորշոմներով պատած դեմքը, նրա գլխի և մորուքի ալևորած մազերը, որոնք առաջ իմ տեսած ժամանակը բոլորովին թուխ էին, իսկ այժմ այն երկաթի մարդը ծերացել, շատ և շատ փոխվել էր։ Նա պահպանել էր միայն իր վաղեմի աշխույժը, եռանդի կենդանությունը և հոգու ազնվությունը, որպես մի բույս, որ թառամած, ցամաքած դրության մեջ ևս պահպանում է իր անուշահոտությունը։ Ֆարհադ, ասաց նա ինձ, երբ առավոտյան լույսը կծագի, կասեմ Մարոյին քեզ տանեմ մեր լեռների վրա մանածե, և դու կտեսնես, թե որքան գեղեցիկ են մեր լեռները։ Իմ սիրտը ուրախությունից թնդաց, ես շատ էի սիրում լեռը, որպես դաշտային երկրի բնակիչ, լեռը միշտ ինձ վրա մի առանձին նյութական տպավորություն էր գործում։ Բայց իմ ուրախությունը կրկնապատիկ եղավ, երբ մտածում էի, թե Մարոն պիտի առաջնորդե ինձ իմ լեռնային զբոսանքի ժամանակ։ Ահ, երբ պիտի լուսանար այդ գեղեցիկ առավոտը։ Համոզված էի, որ Մարոն երկար պիտի խոսեր ինձ հետ, շատ բաներ պիտի հարցներ քույրերիս մասին, մորս մասին, իր բոլոր հին ծանոթների մասին։ Բայց դեռ բավական ժամանակ կար մինչև առավոտը։ Աքաղաղները դեռ նոր էին սկսել երկրորդ անգամ կանչել։ Կ գյուղը, ուր բնակվում էր ծերունի որսորդը, գտնվում էր Դուշմանա լեռների վրա, որոնք կազմում էին մի շղթա, որ բաժանում էր Սալմաստը Հաղբակից։ Վասպուրականի սարոտ գավառներից մեկն է Հաղբակը, որ իր երկարատև ձմեռով և հովասուն ամառով, թեև ավելի հարմարություն չունի երկրագործության, բայց իր խոտավետ արոտներով խիստ նպաստավոր է անասնապահության, որը ժողովրդի գլխավոր պարապմունքն է։ Ամենաջերմ ամառները միայն կարող են հալել մշտական ձյունը սարերի գագաթից։ Օդը տոգորված է կազդուրիչ խոնավությամբ, և ձորերի միջով վազող վտակները և աղբյուրները երբեք չեն ցամաքում։ Հաղբակա սարերի վրա և ձորերի մեջ ցրված են հայոց բազմաթիվ գյուղեր, որոնք ներկայացնում են մարդու կեցության խորին նախնական դրությունը։ Գետնափոր տները զանազան ոլոր֊մոլոր ուղղությամբ տարված են հողի տակով և ձևացնում են կատարյալ լաբիրինթոս։ Նրանց մեջ իրենց անասունների հետ բնակվում են մարդիկ պարզ, խաղաղական կյանքով։ Ամենափորձյալ աչքն անգամ չէ կարող որոշել գետնափոր խրճիթները հողի տափարակ մակերևույթից։ Միայն վաղորդյան ծուխը, երդիքների ծակերից դուրս հոսվող ծուխը հիշեցնում է, թե այն ստորերկրյա խորշերի մեջ ապրում են մարդիկ։ Գարնան սկզբից բնակիչները իրենց հոտերի հետ գաղթում են դեպի հեռավոր սարերի արոտները։ Այնտեղ ապրում են վրանների տակ մինչև աշնան վերջը։ Գյուղերը համարյա թե դատարկվում են տղամարդերից։ Գերդաստանի ծերունիքը միայն մնում են հսկելու տներին, որ ազատ պահեն նրանց չար ձեռքերի հրդեհելուց։ Բացի հայերից, Հաղբակա սարերի վրա թափառում են քրդերի զանազան խաշնարած ցեղեր, որոնք չունեն հաստատ բնակություն, այլ տարվա տաք ամիսները անցուցանում են բաց օդի տակ, իսկ ձմեռը զետեղվում են հայերի գյուղերում, և ամեն մի հայ ընտանիք պարտավորված է պահել
մի քանի քուրդ գերդաստան նրանց անասունների հետ։ Ծանրությունը և նեղությունը, որ կրում են հայերը այդ ինքնակոչ հյուրերից, հասնում է վերին աստիճանի անախորժության։ Թողնենք այն, որ տանտիրոջ կացարանն իր համար ևս նեղ և անբավական է, ուր մնաց, որ նա ավելորդ մարդիկ ընդուներ յուր խրճիթի մեջ։ Բայց անտանելին այն է, որ շատ անգամ ձմեռը տևում է ավելի երկար, քան թե սովորականը։ Քուրդը սպառում է իր պաշարը։ Այն ժամանակ հյուրընկալը պարտավոր է խնամել նորան և նրա անասուններին, մինչև սարերից ձյունը բարձրանա, խոտերը բուսնեն, և նա կարողանա այնուհետև ապրել Աստուծո սեղանից։ Տանուտիրոջ մի փոքր ընդդիմադրությունը կարող է նրա կյանքը վտանգի մեջ գցել հյուրի կողմից, որի զենքերը մարմնի անբաժան մասն են կազմում, և նրանց իր կրքերին համաձայն գործածելը չէ արգելում ոչ մի օրենք և ոչ մի իրավունք։ Այս կիսավայրենի ազգը, որ կառավարվում է իր բեկերով և շեյխերով, պահպանել է բոլոր բարբարոսական հատկությունները մի ժողովրդի, որ չէ խոնարհվում ոչ մի իշխանության, և իր ազատությունը գտնում է իր սրի և իր կոպիտ բռնակալական ուժի մեջ։ Իսկ նույն բռնության անբախտ զոհը է մի ազգ, որ վաղուց կորցրել է իր սուրը, որի մեջ վաղուց սպանվել է ազատության և ինքնապաշտպանության ոգին, որ իր գլուխը ամենայն հնազանդությամբ խոնարհեցնում է ամեն մի անիրավ ձեռքի ներքո։ Սիրահարի գերեզմանը։ Մյուս օրը ես զարթեցա խիստ ուշ։ Ճանապարհի հոգնածությունը, որ առաջին անգամն էր իմ կյանքում, բաշխել էր ինձ հանգիստ և երկարատև քուն։ Ընկերներիցս ոչ մեկը չկար այնտեղ, ես մենակ էի մնացել քնարանում։ Իսկույն հագնվեցա և դուրս եկա, որ տեսնեմ ուր են գնացել նրանք։ Լեռնային առավոտը գեղեցիկ էր։ Ճնճղուկները տակավին չկչկում էին վարսագեղ ուռիների վրա, որոնցմով հովանավորված էր որսորդի տնակը, և արևի առաջին ճառագայթներով լուսավորված բակում հավերը ախորժանոք քաղում էին գետնից հունդերի հատիկները, որ ցրում էր մարոն։ Դուրս գալով իմ սենյակից, ես առաջին անգամ նկատեցի, որ Ավոյի տնակը, թե իր շինվածքով և թե մաքրությամբ, համարյա մի պալատ էր, գյուղի մյուս խրճիթների հետ համեմատելով։ Նա կանգնած էր գետնի մակերևույթից բավականին բարձր։ Պարունակում էր իր մեջ մի քանի փոքրիկ սենյակներ նեղ պատուհաններով, ուր ապակու փոխարեն լուսամուտները պատած էին թղթով։ Պատերը թե ներսից և թե դրսից ծեփած էին սպիտակ կավով, որոնք շատ կոկելուց մի առանձին փայլ էին ստացել։ Խրճիթի մեկ մասը բաժանված էր անասունների համար, այնտեղ զետեղված էին ախոռը, մարագը և ոչխարների գոմը։ Մարոն ինձ տեսնելով մոտ վազեց և հեգնական ժպիտը երեսին ասաց. «Տես, նրանք գնացին, քեզ այստեղ թողեցին։ Ինչ տղա ես, այսքան էլ կքնեն, կասես, թե շատ ճանապարհ է եկել, մի օր և կես, այն էլ ձիով, դրա համար հոգնել է։ Ծույլ։ Ես ոտով մինչև Բարդուղիմեոս գնացի, ինչքան հայրիկն ասաց, և ձի չնստեցի, ուխտ էի դրած։ Երբ այնտեղ հասանք, չես հավատա, Ֆարհադ, ողջ գիշերը չքնեցի, հենց պար էի գալիս և թռչկոտում։ Ախ, ինչ լավ էր այն գիշերը, ափսոս այնտեղ չէիր, Ֆարհադ։ Ուխտավորները հենց ածում էին ածում, ջանգյուլում ասում ու խաղում էին մինչև լույս։ Որքան ինձ ախորժելի էր լսել Մարոյից նրա ուխտագնացության ուրախալի, միևնույն ժամանակ անկապ պատմությունը, այսուամենայնիվ ես անհամբերությամբ նրա խոսքը կտրեցի, հարցնելով, թե ուր գնացին տղերքը և ինչու ինձ թողեցին։ Նա ասաց, թե տղերքը տեսնելով ես քնած եմ, թողեցին հանգստանալ, իրենք գնացին որսորդության, թե նրանք պատվիրեցին Մարոյին հայտնել ինձ, եթե ես ցանկություն կունենայի մասնակցել որսորդությանը, կարող էի գտնել նրանց Խանա Սորի ձորի մեջ։ Կուզես ասեմ, որ մհեն քո ձին թամբ է, հարցրեց Մարոն։ Դու մի բան չես ուտի, ճանապարհը հեռու է, մինչև Խանա Սորի ձորը շատ հեռու է, կքաղցես։
Ես հիմա կաթը տաքացրի, սերը քեզ համար պահեցի, կուտես բերեմ։ Քեզ համար պահեցի։ Այս խոսքերը հնչեցին իմ ականջին որպես քրոջ խոսքեր իրենց բոլոր անուշահոտությամբ։ Նա դեռ մտերիմ էր ինձ հետ որպես առաջ, երբ դեռ երեխա էր, երբ իրենց տանից կերակուր էր բերում մեզ, որը բարի որսորդը բաժանում էր իր աղքատ դրացու հետ։ Բեր, կուտեմ, պատասխանեցի ես։ Ինչու հենց ինձ համար սերը, հարցրի հետո։ Լավ է նոր սատանան, քան հին քահանան, ասաց նա ծիծաղելով։ Կարոն և Ասլանը էլ այնքան երեսի տեղ չունեն։ Սագոն խո Զահրա է տանում, ես նրան համբերել չեմ կարող։ Բայց մենք ախր վաղվա ընկերներ ենք, այդպես չէ Ֆարհադ։ Ես այդպես չէի մտածում։ Ես մտածում էի, երբ Մարոն ինձ կտեսնե, կասե դու իմ ընկերը չես, դու ինձ ծեծում էիր, երբ երեխա էի։ Ինչ անենք, ես էլ Մարիամին ծեծում էի։ Մի օր երեսը ճանկռտեցի, արյուն դուրս եկավ։ Հիմա այնքան ուզում եմ, որ նրան տեսնեմ։ Նա հիմա ինձ չի կանչի Բոշա, նա հիմա խելոքացել է, չէ Ֆարհադ։ Ավելի քան Մագթաղը, բայց դու Մագթաղին շատ էիր սիրում։ Մագթաղը խեղճ երեխա էր, Մարիամը գազան էր։ Ախ Աստված, մեկ օր չէր անցնի, որ մենք մեկ-մեկու պատահելիս չկռվենք։ Ինչքան հիմարներ էինք մենք։ Վաղեմի հիշողությունները զարթնեցրին նրա մեջ տխուր զգացմունքներ, և ուրախ աղջկա պայծառ երեսը մռայլվեցավ սև թախիծներով։ Ախ, ինչ լավ էր Սալմաստը, Ֆարհադ, այն այգիները, այն պարտեզները։ Այստեղ, այս սարերի մեջ մանր թուփերից ավելի ոչինչ չես տեսնի։ Ախ, ինչ լավ էր այնտեղ։ Օ, ես իստակ մոռացա քո նախաճաշիկը, ասաց նա և վազեց դեպի մերձակա սենյակը։ Ես մտա քնարանը, որ միևնույն ժամանակ տանուտիրոջ հյուրանոցն էր։ Խաթունը, ծերունի որսորդի տնակալուչ պառավը, արդեն հավաքել էր իմ քնաշորերը և սենյակը սարքել էր։ Պառավի հնացած աչքերը չկարողացան ճանաչել ինձ։ Նա խիստ կարճատես կերպով նայեց իմ երեսին, ինչ որ փնթփնթաց քթի տակից և դողդոջուն քայլերով դուրս գնաց։ Քանի րոպեից հետո, փոքրիկ փայտյա մատուցարանի վրա դրած, Մարոն ներս բերավ իմ նախաճաշիկը, որ բաղկանում էր սերից, խառն մեղրի հետ։ Ես սկսեցի ուտել սպիտակ լավաշներով։ Մարոն կանգնած էր իմ մոտ և պտտեցնում էր յուր թեշին։ Կարծես այն գեղեցիկ մատները չէին սովորել անգործ մնալ։ Ֆարհադ, դու շուտով չես գնա մեր տանից, այդպես չէ՞, հարցրեց նա, շարունակելով թեշին պտտեցնելը։ Ինչ վատ բուրդ է, սատանան տանե, որքան աշխատում ես բարակ մանել, գլուխ չէ գալիս։ Դու ուզում ես ձեզ մոտ մնամ։ Ինչու չեմ ուզում, բայց այստեղ լավ չէ, գյուղումը։ Ես հայրիկին կասեմ, մեզ տանե Օբան, այնտեղ լավ է, շատ լավ է չադրների մեջ։ Առավոտյան վեր ես կենում, մտիկ ես տալիս չորս կողմդ, ամեն տեղ կանաչ է, ծաղիկները վառվում են ուլունքների նման, գառները, ոչխարները թրթռում են դեպի արոտները։ Սույն միջոցին հայտնվեցավ Մհեի վիթխարի կերպարանքը։ Նա կիսով չափ կռանալով, անցավ դռնից և կանգնելով շեմքի մոտ, ասաց. Ձին հազիր է, և ծուռը կերպով նայելով Մարոյի երեսին, դուրս գնաց։ Ես հրացանս քաշ տալով ուսիցս պատրաստվեցա ճանապարհ ընկնել։ Դու ճանապարհն իմանում ես, հարցրեց Մարոն։ Չեմ իմանում, բայց կգտնեմ։ Դժվար է, ես քեզ կհասցնեմ մինչև Ծակ քարը, այնտեղից ուղիղ ճանապարհ կա մինչև Խանասորի ձորը։ Հետո դու կարող ես մենակի հետ դառնալ։ Ես գիշերն էլ չեմ վախենում, երբ սարերի վերա մենակ ման եմ գալիս, պատասխանեց նա ժպտալով։ Բայց ինձ այն ասա, նրանք ձիով գնացի՞ն։ Չէ, ոտով։ Ես ինչու չեմ գնում ոտով, Մհե, ինձ պետք չէ։ Ձին պետք չէ, կրկնեց վիթխարին
դժգոհությամբ իմ երեսին նայելով։ Էդ պետք էր առաջ փիքր անել և սատանայի տանջանք չտալ մարդուն։ Նա գիժ է, ինչ է, հարցրի Մարոյից, երբ ծառան հեռացավ։ Նա շատ լավ մարդ է, բայց կտրաքվի, թե մի բանի վրա չխոսա, երբ նրան դուր չէ գալիս։ Մի նեղ շավիղ, որ տանում էր դեպի ծակ քարը, ոլոր-մոլոր պտույտներով անցնում էր բլուրների միջով, անդադար դեպի վեր բարձրանալով և դեպի վայր իջնելով։ Մարոն հագած ուներ մի պարզ խայտաճամուկ զգեստ, որը կարելի էր տեսնել քուրդ հովվուհիների հագին։ Նրա սև գանգուրները գեղեցիկ կերպով ծածանվում էին բարակ քամուց, որ փչում էր ծովակից։ Ամենահամարձակ այծյամն այնպես թեթև, այնպես հանդուգն չէր կարող թռչել այն քարաժայռերի միջով, որպես Մարոն։ Լեռնային օդը և շտապ ճանապարհորդությունը ազդեցին մանուկ օրիորդի երեսի վրա, և նրա արևից այրված թուղթ հավիշյա թշերը ստացան մուգ վարդագույն պայծառություն։ Ես բոլորովին հիացած էի այն կիսավայրենի լեռնաբնակի սիրուն և վայելուչ կազմվածքով, որ այնքան առացքական էր և թեքուն։ Ես երբեք երևակայել չեմ կարող այնպիսի գեղեցիկ աչքեր, մեծ սևորակ աչքեր, հովանավորված խիտ թերթերունքով, այնպիսի գեղագրական հոնքեր, որոնք միանում էին խոտորնակի գծերով։ Որքան ինքնավստահություն կար նրա համարձակ շարժվածքների մեջ, որքան կյանք կար այն բնության ազատ և հավատարիմ զավակի մեջ։ Ես իմ մտքում նրան համեմատում էի գեղեցիկ Սոնայի հետ, որի ամեն մի գծերից արտահայտվում էր ընտանեկան բռնությունից ճնշված և տանջված աղջկա երկչոտ ամոթխածությունը։ Մեծ տարբերություն։ Մի տեղ ճանապարհի կողքին կուտակված էր փոքրիկ բլուր, որ բաղկանում էր քարերի մանր կտորներից։ Հասնելով այնտեղ, Մարոն առեց գետնից մի քար և նետեց նույն բլուրի վրա։ Ես հարցրի այս խորհրդական գործողության պատճառը։ Նա պատասխանեց, թե այս բլուրին ասում են Սիրահարի գերեզման, և պատմեց մի հին ավանդություն, որպես թե մի տղա և մի աղջիկ միմյանց շատ սիրելիս են եղել։ Հայրը չէ ուզեցել յուր աղջկան տղային տալ։ Նրանք միաբանվում են, և տղան մի գիշեր փախցնում է իր սիրուհին։ Հայրն իմանում է, աղջկա ետնեն է ընկնում, և այս ձորի մեջ բռնելով, առանց մի խոսք ասելու իր խենջարը խրում է նրա սիրտը և սպանում է։ Տղան այս տեսնելով չէ կարողանում համբերել իր կսկիծին և մի ժայռի գլխից իրան վայր է գցում և մեռնում է։ Մարոն ցույց տվեց բարձր ժայռը, որի մոտ նույնպես կուտակված էին մանր քարերի կտորտանք։ Աղջկան թաղում են այնտեղ, ուր թափվել էր նրա արյունը, իսկ տղային այնտեղ, ուր ընկած էր նա ժայռից։ Այն օրից նզովք էր դրվել, որ ամեն մի ճանապարհորդ այնտեղից անցնելով մի քար գցում է նրանց գերեզմանի վրա, ի նշան այն նախատինքին, որով այն աղջիկը մրոտեց իր հոր և մոր անունը։ Դու էլ այն աղջկան վատ ես համարում, որ քարկոծում ես խեղճի գերեզմանը, հարցրի ես։ Մեկ աղջիկ, որ ուրիշ տղայի ետնեն է ընկնում, այդ վատ չէ՞, հարցրեց նա պինդ ձայնով։ Ապա ի՞նչ պետք է անե, երբ սիրում է տղային, սիրելն ինչո՞վ է վատ։ Նա սկսեց ծիծաղել, որպես թե լսում էր ինձանից մի հիմար խոսք։ Աղջիկը ինչպես կարող է սիրել տղային, երբ հեզնումերը ատում են։ Հա, թող սիրե, այդ ոչինչ։ Նրա կամքով խո չէ, որ օտարի տղայի ետևից թրև է գալիս։ Ամոթ չէ։ Ես ուզեցի հերքել նրա ասածը, բայց նա իմ խոսքը կտրեց և մի կծու խոժոռմունք գործելով յուր գեղեցիկ երեսի վրա, ասաց. Դատարկ բաներ մի խոսի, գլուխս տանում ես։ Նա վազեց առաջ։ Ճանապարհը Մարոյի համար սովորական լինելով, չէր զգում նրա երկարությունը։ Ես համարյա թե հոգնեցա։ Բարձրանալով բլուրի գագաթին, նա կանչեց. Դիբո, Դիբո։
Նրա զիլ և ձգական ձայնը արծաթե հնչյուններով տարածվեցավ հեռու սարերի մեջ։ Հանդիպակաց բլուրի ետևից հայտնվեցան մի քանի փոքրիկ կերպարանքներ, որոնք թռչկոտելով և ճիչ բարձրացնելով վազեցին Մարոյի առաջ։ Դրանք երեք կիսամերկ աղջիկներ էին, այնտեղ արածացնում էին Կ գյուղի ուլերը և գառները։ Մանոն բաժանեց նրանց հաց ու պանիր, որ բերել էր իր հետ։ Փոքրիկ հովուհիքն ուրախությամբ ընդունեցին առատ նվերը բարերար ձեռքից և սկսեցին իսկույն ուտել։ Ես խոսեցրի մեկին, որին Մանոն կոչում էր Դիբո։ Ինչ կանես, եթե գայլը քո գառներից մեկը գողանա։ Սորոն չի թողնի, պատասխանեց փոքրիկ հովուհին, խոժոռած աչքերով նայելով իմ երեսին։ Սորոն ո՞վ է։ Նա փոխանակ պատասխանելու երեսը շուռ տվեց և մատները բեժնին դնելով շվացրուց։ Ժայռերի ետևից հայտնվեցավ կապտագույն շուն, որ մազոտ պոչը թափ տալով վազեց Դիբոյի մոտ և խորին մտաբերությամբ սպասում էր նրա հրամանին։ Տեսնելով գազանին, ես ետ քաշվեցա։ Մի վախիր, քաջալերեց ինձ Դիբոն։ Սորոյին կասեմ, քեզ չկծե։ Ես ծիծաղեցա, Մանոն գրկեց Դիբոյին, համբուրեց նրա այրված թշերը։ Այստեղից մենք կբաժանվենք, դարձա ես դեպի Մանոն։ Կուզես, քեզ կտանեմ մինչև Խանասորի ձորը, ասաց նա ուրախ դեմքով։ Վախենում եմ ճանապարհը կորցնես։ Ես պատասխանեցի, թե այդ խիստ դժվար կլիներ նրա համար, որովհետև Արեգակն արդեն սկսել էր այրել, և խնդրեցի միայն ցույց տալ, թե որ կողմից պետք է գնալ։ Նա այնպիսի ճշտությամբ նկարագրեց ճանապարհի ընթացքը, մինչ ես մտածում էի, թե աչքերս խփած կարող եմ գնալ։ Երևում էր, այն լեռների բոլոր շավիղները իրենց պտույտներով, իրենց ելևէջներով նրան ծանոթ էին։ Նա գիտեր յուրաքանչյուր ժայռերը, աղբյուրները, առվակները։ Նա ճանաչում էր մինչև անգամ նշանավոր թուփերը։ Ես հեռացա։ Մանոն երկար կանգնած ծակ քարի գլխին հետազոտում էր իմ գնացքը, մինչև բլուրները թաքցրին իմ տեսությունից նազելի դեմքը։